Բարևներ, այսօր ֆունկցիաների գործնական ենք անում, եկեք առաջի խնդիրը այսպես մի հատ բան ունենք, այն տեսել եք ինչ-որ տեղեր տենց գրանցվելուց են Google-ի բանը կամ LastPass կոչվող գործիքը, որ մեկ-մեկ parole է առաջարկում, ինքը ավտոմատ մի հատ շատ դժվար parole է ստեղծում, եկեք այդտենց ինչ-որ parole գեներացնելու բան սարքենք, ու ինքը թող ունենա օրինակ 3 բարդություն, հեշտ, միջին, դժվար, ու hard։ Ունեցնի, որ ասենք, եթե հեշտ է, մենակ թվերից լինի ինքը, եթե դժվար է, եթե միջին է, տառեր թվեր, ու եթե դժվար է, սիմվոլներ։ Այսինքն ամեն ինչ կարող է մեջ ունենա։ Այսպես մի հատ մոտավոր ինչ-որ բան սարքենք, էական մասը զուտ իրականում լինելու է այլն հուշումներ եւ այլն այդպես բաները փայլում, ոչ թե հենց բուն ֆունկցիան են ինչ գրում ենք։ Օհա, այսքանը համեցեք առաջարկներով ժողովուրդ։ Այսինքն ֆունկցիա պետք է սարքենք, չէ՞, Հայկ ջան, բարև ձեզ, համել մոռացա։ Հա, ահա, բարև ձեզ։ Ուրեմն երևի թե արգումենտը ինչ որ բան վերցնենք, ընդհանրենք type, որին որ կամ պետք է երևի easy վերագրվի, կամ medium, կամ hard, չէ՞։ Ահա։ Եկեք սկսենք, հետո ընթացքում տենանք ինչ անենք։ Եկեք, այդ ամենաճիշտ մոտեցումն է, ոնց եմ հայտարարում ֆունկցիան։ Def, Ահա։ password generator գրեք, ուզում եք։ Հա։ Կամ password գրեք, չգիտեմ, ոնց կարճ կլինի։ Դա ավելավա բան, օրինակ որ password գրենք, հետո մի հատ ֆունկցիա ուզենք սարքենք, որ մուտքում ընդունում է ինչ-որ տեքստ, ասում է այդ password-ը ինչքան լավն է, այսինքն password checker օրինակ լինի, արդեն շփոթվենք, եկեք տենց մի քիչ երկարաժամ հեռունելով միշտ տենց անել դնենք, որ շատ փոխելու կարիք չլինի։ Կանք օրինակ ասենք ինքը պետք է parole ստեղծի, ասենք ստեղծի parole, generate password։ Password գեներատորը մի քիչ ինքը ենթակա է, այս մեկը որպես տենց բայ է դառնում, բայց նույնիսկ չի տենց ինչ-որ անտանելի կարևոր բաներ է, էլի հեսա։ Okay, ու ինչ ան։ Այդ արգումենտում ինքը ինչ որ մի փոփոխական պիտի վերցնի, չէ՞, ասենք չի type գրենք, որը կլինի կամ հետո սկսենք հերթով նայել ամեն մեկը, տենց ամպ այդ մոտենալ, թե չէ, ոնց ավելի։ Լավ, type չլինի, password գրեք, հա, որ ինքը կարող է հիմնական բանի մեջ։ Սա okay, հա։ Այս type բառը որտեվ type-ով մենք իմանում ենք ինչ-որ փոփոխականի տեսակ, չէ։ Լավ, եկեք գրենք օրինակ password գրեք կամ pass գրեք, չէ, pass-ը չլինի, password երևի կամ չգիտեմ։ Դա բայց password-ն էլ իմաստային այդքան էլ քանչի չէ, չի արտահայտում հենց անում։ Ու հիմա երևի բան անենք, մի հատ վերցնենք input տանք, չէ։ Ու սկսենք իրան հերթով ստուգելը։ Հա, input-ը տալու եմ որտեղից։ Ներսից էս հենց բանի ներսից չենք տա։ Այսինքն Չէ, դրսից տանք ու այդ դրսինը ստուգենք։ Հա, այսինքն հետո պետք է ուղղակի ֆունկցիան կանչենք, չէ։ Ուտեղ ինչ-որ բան տանք։ Այսինքն sense եթե սա սարքեմ ոչ բան, ստեղ ասել եմ generate password ու ստեղ գրեմ ինչ-որ բան, չէ։ Easy կամ չգիտեմ ինչ, չէ, երևի տենց բան գրենք, հա։ Ու հիմա պետքա ստուգենք, որ ինքը եթե easy է, ուրեմն թվերա մենակ, էտա մեր ֆունկցիայի բանը իդեան։ Հեշտի դեպքում մենակ թվերից է parole-ը բաղկացած լինում։ Ուրեմն պետքա ստուգենք, որ այդ difficulty-ն is numerical, հա, տենց ոնց որ տենց էր։ Չէ, ոնց որ մենք հավաքելու ենք թվային բաներ մեջը, բայց հենց difficulty-ն ինքը օպցիա է, ասենց ասած։ Օպցիան լինելու է կամ easy բառը, կամ medium բառը, կամ hard բառը, էլի։ Հա, եթե այսինքն հեշտ է, ուրեմն վերադարձրու թվեր, տենց։ Հա, այո։ Ուրեմն is difficult, ուրեմն return անել random երևի թվեր պետք է գեներացնենք, չէ։ Ճիշտ է, մեզ random-ը պետք է գալու, չէ։
ու return random դեռ ոնց է գրում rand inter չէ հիշելով rand-ին տենց հրաման կար, ըհը ձայնս էլի հա կտրտում է։ ընթացքում կտրտվում է ձեր Random-ում հա կա բան, random integer, որը որ ինչ որ աբետ թվերի արանքում տալիս է մեզ ինչ որ թիվ, անբնել ներառյալ։ Մենք ինչ հաճելի ասում է, ասենց uninteger, b-integer, վերադասում է integer, այս է նկարագիրը։ ըհը Չի կուզի, մենք կարողանանք մեր ֆունկցիայից էլ կարողանանք բան ստեր։ Հիմա հա նայենք ինչ մեծ միջակայքից պետքա տա այդ էս գալիս return random integer in the range including both Կարանք մի հատ թեթև including both and points այսինքն այդ միջակայքից բան է չէ պատական թվեր է գեներացնում ոնց որ համ օգնող նամակ է տալիս, համ ասում է մուտքերը, ելքերը տեսակին։ Մեր դեպքում երևի այդքան է ինչ ուզում ենք։ random choice Ուժորդ կար չէ մի հատ էլ ինչ որ տես բան կար օրինակ բան, parallel երկարություն։ Ճիշտ է։ Ինչ որ ոչ դատարկ հաջորդականությունից վերցնում է պատահական էլեմենտ։ բայց մի հատ է չէ վերջնում ես random choice-ը ինքը մի թիվ ամեն անգամ Այս գեներա choice-ը մեզ ավելի կօգնի հիմա։ ինքը մի թիվ է գեներացնում թե ինչ որ չգիտեմ ինչ որ քանակով Ճիշտ է։ element from non-empty sequence Հա, choice-ը մի հատիկ բան է տալիս։ Մի կտրտվում է էլեմենտ այդ ընտրում վերադարձնում։ Կամ չէ, կանչենք այս choice-ը, հավաքենք տենց։ Այք ջան ձեր ձենը Ես ուզում եի առաջարկեի, եթե Նարինեն այդ մասը այդ choice-ի պահը ասելու չունի, կարամ ասեմ իր փոխարեն իմ առաջարկը։ Տեսնենք, Նարինա ուզում հա, Okay, like դրեց։ okay, Հա, merci։ Ես մտածում էի այդ բանը choice-ի մեջ կարայինք range գրեինք։ Ասենք ինչ որ range տայինք, ասենք մինչև 10, որ 0-ից 9 թվանշանների ինքը random ընտրեր։ Տենց բան կարանք անենք։ չէ, choice-ը ուղղակի մի հատիկ տակ է լսվում։ Մի հատիկ, բայց հա, okay, ինչ որ կոնկրետ բան չենք տալիս յան, որ ինքը մի հատիկ ընտրի, ուղղակի մի հատիկ տալիս է։ Choice-ին մենք կարանք տանք ցուցակ ինքը մեջից ընտրի։ Հա, այդ է ուզում։ Կարանք ասենք 0-ից 9 թվանշանները ցուցակով տանք։ Ոնց որ մենք իրենք տանք ամեն ինչ ցանկացած հավաքածու, բայց ինքը մի հատիկ է։ Հա, դրա համար կարանք մի հատ սկզբից դատարկ լիստ ունենանք ու ամեն անգամ Հա, ինքը տվեց օրինակ for-ով 4, հետո ինչ ենք անում։ ասենք Ահա, մեզ հետո ինչ պետք է password-ի անենք։ մեջ քանի հատ, ասենք 10 թվանշան է պետք, for-ով 10 անգամ պրանք ու append անենք բանին, լիստին։ Հա, շատ ճիշտ է։ Գրանք մեկ էլ ֆիքսենք երկարությունը օրինակ password-ի, գրենք օրինակ password length, որ կարողանա մարդը օրինակ իր ուզած երկարությամբ է անի։ Իսկ ոնց անեմ, որ եթե չի տվել թե ինչքան լինի, ինքը 10 երկարությամբ լինի։ Կայացեցիք։ Ահա, Աննա լսում եմ,
Մյուս անան։ Եթե ինչ-որ բան ասեք չլսեցի ես։ Շատ ցածր, չգիտեմ ինձ թե չէ։ Բայց ոնց կարող հասկացվի, էլի կարող ասեք։ Ես sense բան էի ուզում առաջարկեի, մինչև այդ condition-ները մի հատ թվերին string տանք, թվերի լրիվ թվերը մեջը գրենք, հետո տարերին լրիվ տարերը, հետո սիմվոլներին ու հետո եւ որ օրինակ առաջին condition-ի ժամանակ գրենք if difficulty-ին հավասար է easy, charge-ին վերագրենք numbers, հետո if difficulty-ին medium, այդ ժամանակ արդեն charge-ը հավասար լինի letters plus numbers, hard-ի ժամանակ էլ արդեն letters plus numbers plus symbols, հետո արդեն երբ որ մի հատ դատարկ string վերցնենք, ու այդ string-ին անընդհատ loop անենք 8 թվի մեջ, այդ password-ին plus հավասարենք random get choices, արդեն այդ charge-ը։ Հա, գերազանց։ Իրականում շատ հարմար կլինի, եթե 3 տարբեր տեղում պահենք, թե ինչից ենք ուզում հավաքենք, ինչ էլեմենտներից ենք ուզում հավաքած լինի մեր բանը, մեր string-ը։ Հա, շատ հարմար կլինի։ Այսինքն ես կարող եմ ստեղ գրեմ numbers-ը հավասար է, ու ժողովուրդ, ինչ եք կարծում, արժի տենց էլեմենտներ հավաքել list-ի մեջ, թե ինչ անել։ Հիմա numbers, sorry։ String-ով իրականում ավելի գիտելիքներով կարող ենք sense գրենք, բայց եթե արագ Google-էինք օրինակ, կարող ենք տեսնենք, որ կա մի հատ string գրադարան, ու կարող ենք ասենք string get digits, ու սա եթե տպեմ, նշանները ուղղակի պարունակում է, շատ հարմար բան է։ Լավ, հիմա օրինակ զուտ ես յակրտում։ Այս numbers-ը եթե ունեմ sense ցուցակով, իրականում արդեն ասվել է բանը, բառացիորեն ասվել է, որ ինչ Ես ասեմ, թե մնացած երեխեքը։ եկեք ասեք։ Letters-ը հավասար է լավ սկզբում numbers-ի վրա փորձենք հետո։ Level-ը հավասար է easy, charge-ը հավասար է numbers։ Okay։ Բայց այն numbers-ի տակ կարանք մի հատ letters ու symbols, որ հետո Մենք սարքենք։ Այս ASCII letters-ն ու բան symbols-ն էլ եկեք շատ չփորանանք, ինչ էր նման, կարանք զուտ օրինակ ասենք Եկեք այս մեկի համար զուտ մի հատ արագ լինի ուղղակի նշում, որ սենց գումարի փորանանք էլի շատ։ Okay, հա։ Հիմա ասենք charge-ը հավասար է numbers, հետո ինչ։ Հետո elif difficulty-ին հավասար է medium։ Charge-ը հավասար է letters plus numbers։ Elif level-ը հավասար է hard։
letters plus numbers plus symbols։ Հա, իրականում այստեղ այս բանի մեջ արդեն կարա այսպես անում ավելի լավ կլինի։ Շատ բարի։ Այստեղ մի բան ստոպ տանք ժողովուրդ, շատ ուղիղ այդպես կապ չունի հենց ֆունկցիաների գործնականի հետ, բայց ինձ բանա որ լիքը տեղեր լինելու է։ Նայեք այստեղ ինչ արվում։ Մենք ասում ենք, եթե ինչ-որ difficulty-ին հավասար է easy, մի հատ փոփոխականի ինչ-որ կոնկրետ արժեք են վերագրում։ Մի հատ ուրիշ դեպքում ուրիշ արժեք, ուրիշ դեպքում ուրիշ արժեք։ Այսա կազմակերպելու մի հատ սիրուն մոտեցում կա, որը այդքան է ակնհայտ չի առաջի հայացքից, ու կապ ունի մի հատ ուրիշ տվյալների տեսակի հետ, որ էլի անցել ենք ու ոչ այդքան շուտվանից, ով փորձի առաջարկի ոնց կարանք անենք։ Մի հատ եթե այդպես խառողակի մտածեք ոնց է կարելի անել։ Արամ, լսում եմ։ Որ վերևը հայտարարենք այդ չարսը հավասար է դատարկ string, մնացածը պրոստը պլյուս հավասար դրանք չլինի։ Դա նկատի ունեիք, թե Դեպքում, չէ, մի քիչ ուրիշ բան նկատի ունեի։ Այս դեպքում ինչ-որ բան կա, ուրիշ որ պետք է փոխեմ։ հա, այդ ավելորդը կարանք ջնջենք, մենակ նոր ավելացողները ավելացնենք էլի։ Իսկ ոնց պետք է, օրինակ ինքը հիմա մտավ այս easy-ն ա եղել, Charles-ին ավելացրեց numbers-ը։ Հա, Հիմա մուտքում օրինակ hard ա եղել։ Ինչ պետք է կատարվի։ հա, հա, ցենց չի աշխատի։ Ճիշտ է։ Switch case-երով կարանք ստուգենք։ Switch case-ը մեր մոտ բանն է, Match match case, հա, case-ն է, հա, ու այդ ոնց որ ուղղակի էս if-ի գրելաձևը կփոխի, էլի, բայց էական խնդիրը կմնա նույնն է, էլի։ Ավելի շատ ժողովուրդ ոնց որ ստեղ մի հատ ուրիշ փոփոխական ստեղծելով է այդ հարցը լուծվելու, դա որպես մի հատ միկրոհոշում։ Ես գիտեք ինչ էի ուզում անել, այս string-ը որ կար, Ահա, ես ուզում էի 3-ը միանգամից գումարենք իրար, ու այս hard-ն ու բանը string-ը միջակայք ստեղծենք, ասենք մինչև 10-րդ սիմվոլ, մինչև 20-րդ սիմվոլ, մինչև վերջ, այդպես ավելի հեշտ կլիներ։ String-ը այդ numbers, letters, symbols-ը միանգամից ամենավերևը գումարենք ու string-ի այդ ոնց որ slice անենք, վերց կտրենք, այդպես վերցնենք։ ահա, այդ կրեատիվ լուծում կլինի, ուղղակի լավ գլխացավ լինելու է, հասկանալ որից միջև որտեղ նիշերի ու հիմնականում ոնց որ ավելի ոչ ակնհայտ է լինելու կոդից միանգամից թե ինչ է կատարվում։ Այսինքն ես եթե տեսնեմ գրածա օրինակ ամեն ինչից 44-ից 76-րդ ինդեքս, այդ ինձ բան չի պատմի, եթե տեսնեմ գրածա սիմվոլներ, այդ ինձ արդեն ավելի հեշտ կլինի հասկանալ ինչ է, էլի։ Դե կարանք գրենք symbol length կամ ինչ-որ բան տենց հուշումի համար, բայց լավ, ձեր տարբերակն եմ ուզում կամ ձեր տարբերակին, որը դուք մտապահել եք, Հուշում է նա, որ թազա մի հատ ուրիշ փոփոխական ամս պետք լինելու։ Նայն էլ ասում եմ։ Ջան, իմ մոտ ավելի շատ հիմա հարց է, քան ձեր հարցի պատասխանն է, այդ numbers-ը, որ գրել եք string get digits, ինքը ինչ է տոտալում ես, ինչ է բան անել, միշտ 0-ից 9 թվերը։ Այսինքն ինքը միշտ գեներացնում է այդ։ Չէ, ինքը միշտ չի գեներացնում, որքի ֆիքսած է, ոնց որ այս ուրիշ այս որ օրինակ ռանդոմից կարանք ներմուծենք ինչ-որ ֆունկցիա, դրա նման նաև ոնց որ հնարավոր է լինում ներմուծել փոփոխականներ
Ու այս դեպքում ոնց որ string-ի գրադարանի մեջի digits գրադարան բան փոփոխականն է ներմուծվել, բայց սրանք տպան իրենք ոնց որ ֆիքսած կերպով լինելու են ստեղծաթվերը, ստեղծա ուղղակի տառերը, փոքրատառերով, հետո մեծատառերով, սա էլ են մեր գրած երրորդը։ Դե հիմա ուզում եմ այդ ֆունկցիայի պայմանները այս անով գանք, այսինքն եթե հեշտ է այս character-ին վերագրի այս 1-ից 0-ից 9 թվերը, հա, դառնում է տեղ։ Չէ, 0-ից 9 թվերից պատահականորեն ընտրի որոշները, օրինակ, Հա, եթե ինքը 10 դա է։ երկարությամբ ենք ուզում ունենալ, Հա, ինքը դա է հա, անելու, ես չպատկերացրեցի ինչ է անելու էլի այդ մասը, դրա համար ուզում եի հասկանալ այդ որ string digits-ը ու հետո վերագրվում է այդ chars-ին, ինչ է ինքը տալու էլի այդ մասով։ Ինքը պատահական այդ հա, 0-ից 9 թվերից ընտրելու է ինչքան հատը, 9 հատը։ հա, այդ այլ ենք խոսում, որ ֆիքսենք, եկեք ֆիքսենք օրինակ 10 հատը, ու մարդը օրինակ կարողանա տա ասի, չէ, գիտես ինչ 20 հատից սարքին, ոնց կարող ենք դա կազմակերպենք, որ Դե այս password length-ը երևի սկզբնական default-ով 10 տանք, չէ։ ահա, ճիշտ է, այսինքն, չէ՞։ Շուտ, как раз հիմա եթե ուզում ենք հասկանանք հստակ այս ֆունկցիան ինչ է մեզ տալիս բան անում։ Ոնց է ասում։ Այդ բաների մեջ սկոպկեքի մեջ որ գրում ենք դրա հետ է, հա, երևի ինչ էր կոչվում ինքը։ Այս կոպկեք Այն- չէր։ Այն Հայ բանն էլ ֆիլտրը 3 հատ խոսում։ ճակերտներով որ գրում ենք դրա էդ եք ուզում Հա, անել։ դրա մասին է։ Սա docstring-ն է, Հա, հələ անունը մոռացել եմ։ Ահա, օքեյ։ Սա էլ հələ կսարքենք, բայց ավելի հենց բուն կոդի մեջի մակարդակի վրա, որ Հա, այնտեղ կողքը Python-ն է իմանա։ 2 կետ int, չէ, էդ է։ Ճիշտ է։ Սա մեր մոտ string-ը, սա մեր մոտ էլի string-ը, ու ինքը վերադարձնում է էլի string, չէ՞։ Հիմա որ արդեն սովորապանում եմ, ասում եմ string։ Բայց մյուս բանն էլ ճիշտ դոկումենտացիաներ, չէ՞, որ մենք կարող ենք ստեղ գանք, ասենք returns a password ես ման չեմ գրի, բայց ուստեղ ասենք string, ասենք one of easy medium hard, օրինակ returns եւ այլն, սա կարևոր բաներ որ հիմա չենք գրում, նոր սովորապանք արդեն ասենք սիրուն բերեց։ Հա, ընտիր։ Միլենա, լսում եմ։ Իսկ այդ ձեր ասած ուրիշ տարբերակը մտածում կաղա մի տողով գրենք օրինակ chars-ը հավասար է numbers if difficulty-ին հավասար easy։ Այդ այս լուսանցքից անցնելու ենք հաստատ ունեն շատ ավելի դժվար մի տողով կլինի, բայց շատ դժվար կլինի հասկանալու համար։ Հա, օքեյ։ Լավ, հա, իրականում ոնց որ մի քիչ մերսի հարցարկի համար, իրականում մի քիչ բան կլինի, էլի, այդքան հեշտ չի լինի լուծմամբ հանդես գալը, այս մտածելը երևի օգտակար է։ Կարանք sense բան անենք։ Ասենք օրինակ symbol option, character options, տարբերակները, թե ինչ նիշեր է լինելու։ Character-ը նիշն է ժողովրդի միջից։ Ասենք որ ինքը dictionary է, որ easy-ի դեպքում ինքը numbers, medium-ի դեպքում ինքը numbers գումարած letters-ն է, ու hard-ի դեպքում ինքը բանն է, numbers գումարած letters գումարած symbols։ Այսինքն որ անենք, արդեն այս կոդը ինչով կարող փոխվի այս ամեն ինչը։ Ես մա կարող ասեմ, ահա, Արամ լսում եմ։ Կարանք մի անգամից return անենք այդ char option-ը ու key-ը վերևից փոփոխականով ստանանք։ Հա, քինել
Նա չէ։ difficult։ Սա ոնց որ հələ մեզ կվերադառնի ամբողջ ամեն ինչը, հələ բանը չի լինի։ Հա, ճիշտ է, պետք է մի հատ էլ random վերցնենք, չէ՞։ Ահա։ Դա Դրա ոնց վրա եթե կարանք for վրանք random index-ներով դրանից ստանանք։ For ինչ։ For in range and password length Ու ինչ անի։ ու այդ random ֆունկցիան ինչ էր ընդունում, Random-ը որ ընդունում է index ստանանք։ random-ը ընդունելու է ինչ random get choice արի, ճիշտ ընդունելու է ցանկացած հավաքածու non-empty sequence։ Կարանք 0-ից 10 թվերը ստանանք Այս ենթադրենք 0-ից մեր տված length-ի թվերը։ Մեր տված length-ը, բայց այդտեղ երևի կապ չի ունենա, չէ՞։ Այդ char option-ի length char option-ի length-ը, char option-ի length-ը, այդ difficulty ամբողջ string-ի length-ը։ ահա, բայց ինչի համար, այսինքն դինալու ասենք երկրորդի համար 54-ի է, չեմ սխալվում 27 նիշ էր այբուբենում, այդ 54-ը մեզ կտա։ Չէ, մի րոպե, որ char option difficulty-ն ամբողջ string-ն է, չէ։ Ամբողջ հնարավոր նիշերն է, Հա, տեղից ցանկացած index, որ ստանանք, օքեյ չի։ Բայց ինչի փորձենք հենց index ստանանք, եթե կարանք միանգամից հենց այդ արժեքը ստանանք։ Ու ես իրականում նոր հասկացա։ Ու հայ, այդ էլ կաշխատեր, թե երկարություն, մինչև երկարություն ինդեքս վերցնենք, հետո այդ դիրքում եղածը վերցնենք։ Այ, չգիտեմ, ինքը կարող է տեղից ինչ-որ էլեմենտներ ընտրի։ Հա, օրինակ նույն ձև, եթե իրան ասեինք, հա, օքեյ։ Նման կերպով ոնց որ եթե իրան ասեինք 0-ից 53 էլեմենտ ընտրի, իր գործը ոնց որ ինչ-որ բանի հավաքածուից էլեմենտ ընտրելն է։ Այդ իր համար համարժեք խնդիր է, որ ասենք այս նիշերից ընտրի ինչ-որ մի հատ նիշ։ Իրան ըստերության ոչ մի տարբերություն չկա ու ասենց որ գրենք հա մի հատ ուղղակի պատահական նիշ է։ Ես մտածում եմ ինքը մենակ թվեր է հասկանում, բայց չէ, ասենց ավելի լավ անում։ Հա, չէ, ինքը ուղղակի հավաքածու, ինչից ուզում է բաղկացած լինի։ Հաստավեց է։ Շատ լավ։ Այս կարանք մի քիչ ավելի հաճելի դարձնելու համար օրինակ բան Չարսը հավասարա այսրան, ու ստեղ ուղղակի իրան, սա ստեղ գրեմ մի հատ օրինակ print, եկեք տեսնենք ինչ է կատարվելու։ Ահա, 10 անգամ պատահական թիվ է ընտրել։ Ու մեզ ինչ է մնալու անել ես, իր թված բաների հետ, նիշերի հետ։ Մի հատ վերևը string password գրենք, password հավասար դատարկ string ու plus անենք։ Ահա։ Password plus հավասար։ Այն ինը, եթե չենք օգտագործում, կարանք տակի գծիկ դնենք, որ անտեղի փոփոխական չդառնա for-ը։ Երազանց, շատ լավ միտք է։ Ահա։ Սա աշխատացնենք արդեն։ Տվեց, եկեք ասենք մի հատ բան, hard, ահա, տվեց, եկեք ասենք medium, right առասխալարեցի նորից պատահական, error գցեց։ Ինչ կառաջարկեք, այս մեր կոդին ավելացնենք, որ մի քիչ ավելի բան դառնա, հարմար դառնա։ Ահա, լսում եմ։ Իսկ այս string-ի վերև որ գրել ենք ինքը string-ը ընդունում, այդ type-երը, տենց հնարավորություն ունենք, որ մենակ այդ 3k-ը թողենք, որ ընտրի ինքը, այն ամի նման։ Ահա, չէ իրականում, ու իրականում ստեղ նենց էլ չի, որ մենք ասում ենք, որ ինքը string-ը ընդունում, մենք այդ ուղղակի որպես նշում գրել ենք, որպես հուշում։
բայց ես կարամ իրան նաև լրիվ ուրիշ բան տամ, նայեք, այս string-ը դարձնում եմ integer, աշխատացնում եմ, սա նույն ձև աշխատում է։ Նույն ձև չի աշխատում, այս դեպքում ավելի շատ, բայց սա հայտնի ասքի վրա չի արվում։ Ուղղակի մեզ ու մեր կոդ գրելու միջավայրի համար նշում է։ Այդ մենք պետք է անենք։ Լուսի, լսում եմ։ Իսկ եթե մենք join անենք վերջում, Ինչերը join անենք։ չարերը join անենք այդ password-ի երկարությանը։ Այստեղ քանի որ երկուսն ուղղակի string են, ըստ էության նույնն է, ինչ ասենք զուտ գումարենք, չէ՞։ Այսինքն ասել եմ password գումարած chars։ Սա ուղղակի դառնալու է եկեք սա դզեմ։ Սա կդառնա ոնց որ մեր պատահական բանը սկսել են։ Շատ բարի։ Միլենա, լսում եմ։ Այդ error-ի մասով կարանք մեջը միած ստուգում անենք, որ եթե dictionary-ի մեջ ցա, այդ մուտք եկող փոփոխականը, այդ դեպքում նոր անենք, եթե չէ, ինչ որ comment տանք, որ կարա մենակ ընտրի easy, medium, hard։ Շատ լավ տարբերակ է։ Այդ ձևով նույնիսկ առանձին ոչ միտեղ այս easy, medium, hard-ը չենք հավաքում։ Այսինքն կարանք ասենք if difficulty in char options այդ դեպքում ամեն ինչ ընտիրը աշխատի, ուստեղ ասենք else, օրինակ բան, print problem, error, հետագայում error ստեղծել սովորենք, մենք այնց կանեինք, բայց ասա տեղին լուծում կլիներ, մեյում սպալմուտք error։ Իսկ կարենք բան անենք, սկզբից ասենք, եթե տեղից չի return անենք, ես մինացածը էլ չեր անի, չէ։ Շատ գերազանց, պրոս ուզում ենք ասենց դեպքերում, եթե մի հատ է ինչ-որ ուրիշ բան ունի, տեղ մի հատ հարմար է դառնում կոդը, ու ասենք սա էլ եկավ ոնց որ մի մակարդակ գնաց դեպի բան, աճ գնաց, եթե հակառակ մոտենանք, ասենք not in այստեղ արասա կարա օրինակ հենց այսպես թողի մնացածը else-ը չգրեի ասես բան որ անեի կաշխատեր ճիշտ կաշխատեր ավելի ճիշտ ոչ թե կաշխատեր ինչ եք կարծում return-ը ընդհանուր ֆունկցիայից դուրս է չէ արդեն գալի վերջ այս մեկը if-ի մեջ մնա, այս մեկը ուղղակի ամենավերջում։ Արամ, ասում եմ։ Բայց որ մենք էլի return ենք անում string, հիմա այդ ինքը էլի կհասկանա, որ գեներացրել է ինչ-որ password error-ով։ Դե հա, ճիշտ այդ պահը կա, կարանք ասենք return 0 օրինակ։ Կամ null, կամ ինչ-որ բան nil, ինչ էր Python-ի none։ Կարանք none-ը, բայց դրա համար կարամ ուղղակի ոչ մի բան չգրեմ ու ինքը ոչ մի բան կվերադարձնի։ Ահա։ Իմաստային ես եթե պետքա գրեմ return none ու ոչ մի բան չգրեմ, այնա միանգամից սա ջնջեմ, չէ՞, եթե երկու դեպքում է none-ա տալիս։ Չէ՞ թե if-ը կանցնի արդեն կն ֆունկցիաներին։ Ճիշտ է։ Շատ ճիշտ է։ Այստեղ մենք else-ը գրելուց խուսափում ենք նրա շնորհիվ, որ այստեղ որ return-ը գրած, եթե return եղավ, всё, ֆունկցիան իր գործը կատարել է, այլ մնացածը չի աշխատում։ Իսկ եթե սա ջնջենք, ինքը շարունակելու է աշխատի, այստեղ տեղի ունենալու, ու սա վերադարձվելու է։ Այսինքն hedge-ը տարբերակը չի փրկի։ Դրա համար всё-таки պետք է անպայման գրենք return ինչ-որ բան, որովհետև սա ասենք ֆունկցիաներից դուրս, եթե սովորական այդպես գրելու լինենք, sense դուք չէր աշխատի, որ
else-ի բանը ուղղակի չգրենք։ Համար սա նորմալ սիրուն ստացվում է այս կերպով։ Հա, ապրեք։ Ահա, տվեց մեջում ու ոչ մի բան, տվեց սխալ մուտք ոչ մի բան։ Այսօր մեզ տվեց հենց մեր ուզած արժեքները։ Okay, էր սա ժողովուրդ։ Հարցեր ժողովուրդ, ինչ որ այս ամեն ինչ, ահա, նայնել ասում եմ։ Ջան, ես բայց այդտեղ մի հատ հարց իմ մոտ առաջացավ։ Եթե return-ը չենք անում, այսինքն ինքը նշանակում է, եթե այդ դրանց մեջ չի տպի այսինչ արժեքը։ Ու ուզում հասկանամ, եթե return չանենք, ինքը դառնում է դրա մեջ, հա, ու պետք է անցնի դրանց այն հաջորդ տողերով, չէ։ Ուզում եմ հասկանամ այդ return-ը որ չգրեիք, ինչն էր սխալ անելու, այդ պահը ես չհասկացա։ Հա, Այ կտրվում է ձեր ցելը։ այդ Հիմա вообще չի լսվում։ արագ երևի։ Вообще չի լսվում, վայ։ Հիմա լսվեց, բայց այն որ սկսեցիք բացատրել, բան չլսվեց։ Okay, հայ, հիմա խոսամ, բանի լսվում է ոնց հասկացա։ Հիմա որ sense փոխտող առաջ գնանք, ինչն է խանգարվում, որ Ահա, կոմպի տեսանկյունից նայենք, թող լինի սխալի դեպքը։ Այսինքն որ գրած է, այս ֆունկցիան ասում է, այնց գործի են դրե, ասել են սա աշխատացրու, մինչև գործը չանեմ, պետքա դե անեմ, ես հա, այսինքն ինքը սկսում է անցնել հաջորդներով, հաջորդների մեջ չի տեսնում էդի ու սխալ է բերում։ Ճիշտ է։ Այսինքն ինքը 24-րդ տող աշխատացնելուց հետո դա 27-րդ տող աշխատացնի։ Հա, անցնում է Այս հաջորդ։ դեպքում ինքը աշխատացնում է Ինքը չի 20-րդ շարունակում, տող, ասում է, որ ասում է հենց return արեց, արդեն այդ մնացածը hedge իր համար էլի։ Հա, այդ հասկացա, մեկ էլ մի հատ էլ այդ տեխնիկական բան էլի հարցնեմ, ես պրոստը չեմ հիշում։ Ոնց է կանում, որ sense նշում եք ու մի տաբել առաջ ա գնում։ Հա, նշեցի ինչ որ բան sense։ Հիմա եթե սխմեմ tab, սաղ միասին են գնում։ Սխմեմ shift tab, բոլորը միասին հետ են գնում։ Սխմեմ Shift-ով հետ ա գնում, tab-ով առաջ ա գնում։ Հա, մեկ էլ comment uncomment-ն էլ բանով արվում։ Այս նշանը սխմում։ Էդի հիշում եմ, անցածից։ Հա, այդ մեկը հիշել էի, բայց այս tab-ը չի հիշում։ Հենց սուտ tab-ը սխմում եք, ինքը առաջ ա գնում։ Okay, լավ, մերսի շատ։ Դες մերսի։ Էլի հարցեր ժողովուրդ։ Այս ֆունկցիայից ընդհանուր։ Հենց ֆունկցիան ինքն իրանով տենց եսիմինչ տենց վաու բան չի, բայց կարևոր է որ կընկերեցինք մի քանի գաղափար, օրինակ docstring-երը հաճելի բան են, հուշումը աստեղ կարելի գրել, տեսակի հետ կապված կարելի է հետո ուղղել այդ հուշումը, որ կարանք այդ կարա էլեգանտ արվի dictionary-ի միջոցով, որ կարանք օգտվելով այն հանգամանքից, որ ֆունկցիայի մեջ գործ ունենք, return-ը խելոք օգտագործելով խուսափենք else գրել ու ամեն ինչը տանել դեպի հիմակարդակ վերևից։ Ու այդտենց հաճելի բաներ։ Ասեմ, որ ես random-ը մի հատ sample հրաման ուներ, որ կարային գրեինք բան, random sample letters ստեղ գրեի 5 ինքը մի անգամից այս 5 հատ նիշ կտար մեզ բան միացրած այսքան հենց random գրադանում sense բանի նման մոտավորապես sense բանի համար գործիք կա սարքած ուղղակի դա որ օգտագործենք շատ հետաքրքիր չէր լինի մի հատ ձեռի հետ կասեք իսկ սա հենց ստանամ իրար կպած ոնց ենք գնում լիստից դեպի string ասում եմ Այդ join-ով չենք տպում վերջում։ Ճիշտ է այստեղ կարա ասի ոչ մի բան get join որ
Առանց արանքում ինչ-որ բան դնելու, ամեն ինչ միավոր էր, ու աշխատում է։ Հիմա ոնց որ հաջորդ խնդիրը որ կնայենք, երկու տարբերակ կար, առաջինը x-նոլիկներ, ու տենց ֆունկցիաներ գրելով, որ ստուգի տողերով ցախ ճիշտ է, թե չէ, սյուներով ճիշտ է, թե չէ, բոլորը կրել են, թե չէ, տենց խատիկ ամեն ինչով, բայց ես մի քիչ վատ պլանավորում արեցի ու բան, եթե սկսենք դա գրել, ինձ թվում է շատ հավեսով երկար կտևի, դրա համար այդ չենք կանի հիմա, բայց ես կառաջարկեմ դա, որպես առաջադրանք, ով որ կուզի, հրահագին օգտակար լինի ու երևի հետաքրքրել կլինի, հույս ունեմ։ Փոխարենը կանենք մի հատ ուրիշ բան, որը որ կարա հետաքրքրի նրանց, ովքեր հետո շարունակելու են հենց մեքենայական ուսուցման ուղղությամբ, մի հատ թեթև ու նաև ոնց որ հենց ինքն իրանով հետաքրքիր ֆենոմեն է, ինքը կոչվում է բան մեծ թվերի օրենք, միտքը այն է, որ եթե օրինակ բան, հիմա որ կոպեկ գցեմ, ոչ թե գինի, չգիտեմ, եթե 3 անգամ գցեմ, երկուսը մի բան կլինի, մեկը մի բան, բայց ինչ-որ ժամանակը մեկ էլ կարող ասենք ամեն ինչ ղուշ ընկնի, եթե 1000 անգամ գցեմ, բայց այն որ կարող ամեն ինչ ղուշ ընկնի, այդտենց շատ ավելի ճիգերով անհավանական բան կդառնա ու 1000-ի դեպքում ինքը տենց 500-ի մոտերքը թիվ է լինելու։ Միլիոնի դեպքում իրականում լինելու է տենց 500,000-ի մոտերքը բան, ու տենց ինչքան ավելի շատ թվեր բան անենք, ինչքան ավելի շատ կոպեկներ գցենք ու հաշվենք ղուշերի քանակը, այնքան ավելի մոտիկ է լինելու ինքը հենց ուղղակի միջին արժեքին։ Այդ թեորեմը հենց եթե շատ խոսակցական բառերով ասում է, որ ինչքան շատ տվյալներ ենք հավաքում, այդքան շատ ենք մոտենում միջին արժեքին, ինչը տենց շատ ֆունդամենտալ արդյունք է, էլի, եթե տենց մի քիչ փիլիսոփայական նայենք, այսինքն ինչքան շատ գիտական հետազոտություններ է կատարվում, այդքան շատ ենք մոտենում ճշմարտությանը, բան, ինչ որ չգիտեմ, դրանք տենց ինչ-որ ձև երևի մեկնաբանենք, Ես մտածում եմ կարող հետաքրքիր լինի, որ հենց ֆունկցիա սարքենք, որ կոպեկ կգցի 1, 2, 3, 1000, 5000, 10000 տենց անգամներ ու կհաշվի բանը ղուշերի քանակը ու հետո մի հատ Google կանենք, թե ոնց է կարելի գծել գրաֆիկ ու գրաֆիկ գծենք, թե ինչքանն է լինում այդ ղուշերի տոկոսը ամբողջ տվյալներից կախված բանից, թե քանի հատ ենք գցում։ Պատկերացրեցիք, կամ հետաքրքիր էր ընդհանրապես թվում, կարանք ուրիշ բան անենք, զուտ ոնց որ իմ կարծիքով հետաքրքիր կլինի վիճակի է, էլի։ Okay, այսինքն մեր առաջի քայլը լինելու է բան, կոպեկ գցել։ Ոնց կարանք դա կազմակերպենք, նորից ճկուն ոնց որ ինչ տարբերակ ուզեք, կարաք առաջարկեք, որոնք տարբեր ձևերով անենք։ Լսում Հայկ ջան, էլի random sample չէ, երևի անենք 0-ի ու 1-ի մեջ։ Հա, այ այս sample-ը որ իմացաք, հեսա բան, կարաք հեշտ ասեք դա հիմա 10 հատից 100 հատից բանից, հա, ճիշտ է sample-ով, այ մի քիչ հեռուն որ մտածեի, դες չէի պատմի sample-ի մասին, բայց լավ, գիտեք։ Հա, եթե ասեմ random get sample Ուստեղ սա մեր մոտ լինի 0-1-ը, չէ, տարբերակները Python չեմ գրում։ Python-ը հիմա։ Ասեմ օրինակ 10։ Հա, այս sample-ը մի քիչ ուրիշ ձև է փաստորեն աշխատում։ Ասում է կահատ յուրահատուկ պատահական էլեմենտ է ընտրում, ոչ թե բան, ուղղակի այդքան անգամ ընտրում, ինչի արդյունքը այն է, որ եթե 0-1-ից ասում եմ 10 հատ դու, ինքը 10 հատ յուրահատուկ բան ստեղից չի կարող վերցնի։ Այսինքն ամեն անգամ մի հատ է վերցնում այդտեղից։ Հա, այսինքն ավեշը պետք է այդ բան, չէ, կարանք գրեմ 2 հատ, ինքը 2 հատ վերցնի։ Ու 0-ն ու 1-ն է լինելու։ Հա, կարող է 1 ու 0-ն լինի, նենց, ահա 1 ու 0-ն եղալ այս անգամ։ Բայց Հա, այսինքն 0-0 չի ընտրում ինքը, ենթադրենք։ Հա, չէ, այստեղ այս բանը հենց այս յուրահատուկ բառը ֆիքսած է։ Հա։
Դրա համար է այդ հերթականությունը, այդ քանակների հարցն է գալիս, էլի։ Դե եկեք random choice-ով անենք։ Ահա, լսանանք չորներս ինչ։ Այդ բանը for cycle-ով երևի ինչքան որ ուզում ենք ընտրենք։ Տենց ինքը մի հատ էր ընտրում, թե մեկը։ Հա, իսկ կարամ մի հատ ուղղակի ֆունկցիա սարքեմ, որ բան, ասեմ Ներմուծի։ կոպեկ ու ինքը ինձ վերադասնի 0 կամ 1։ Հա, էլի Պատկացեցիք։ int input-ով պետքա լինի, հա, որի մեջ պետք է կամ 0-նի կամ 1։ Չէ, ստեղծան ոնց որ input չկա, ինքը ուղղակի 0 կամ 1 է վերադարձնում։ Ուղղակի տես մի հատ փոքր ֆունկցիա, որ 0 կամ 1 է տալիս ու վերջ։ Բայց ինչի վեր հիմա վրա 0 կամ 1 վեր, դա պրոստը ուզում եմ հասկանամ ինչ պայմանի պետք է բավարարի, որ Պատահական է, չէ՞։ պրոստը ուղղակի return անի կամ 0 կամ 1, տենց։ Հա, այսինքն ես ոչ թե ամեն անգամ գրեմ random catch-ով 0-1, այլ ասեմ մյուս անգամ ուղղակի գրեմ օրինակ կոպեկ ու ինքը ինձ վերադարձնի բանը։ Այդա։ Պատկացեցիք։ Ես կոզում կոպից ուզում եմ սա սարքեմ ֆունկցիա կարճ էլի։ Արամ լսում եմ։ Մի բան ասում եմ, 10 հատի հետ կապված կարանք էլի այդ random choice-ը 10 անենք ու կես ընտրենք, եթե 5-ից փոքր է ընտրենք ասենք գիր, 5-ից մեծ է false, բայց ինքը էլի 10-ը տարբեր թվեր կընտրի։ Այստեղ նախ հետաքրքիր միտք կա, որ թիվ ենք վերցնում ու այդ թվի արժեքի հիման վրա ենք շարժվում։ Օրինակ, եթե մեր կոպեկը բան լիներ, ինչ որ մի մասը ծանր լիներ, մի մասը բան, օրինակ 70% դեպքերում կեղծ կոպեկ լիներ, այդտեղ օրինակ այդ choice-ով էլ չենք կարողանա այդպես աշխատենք, այդ ճիշտ պետքա բանջվեինք մի քիչ որ choice-ով կարողանանք աշխատենք։ Իսկ այդ ծիրուն միտք է, ասենք 0-ից 10, հիմնականում 0-ից 1 թիվ են վերցնում, ու եթե ինչ-որ բան ուզում ենք դեպքերի 15%-ում լինի, օրինակ ստուգում ենք այդ թիվը 0.15-ից փոքր է թե չէ։ 15%-ում փոքր կլինի, մնացածում չէ, եթե հավասարաչափ այս պատահական թիվը գալիս էլի։ Հա, ու այս դեպքում մի հատ էլ կասեք ոնց անենք, մի հատ արդեն հենց գրելով գնամ։ Որն էր, որ այդ simple-ներ, որ 0-ից 10 թվերներ ընտրում։ Կարանք ընտրենք, եթե Sample-ը ինքը random է։ Սա ոնց որ բոլորը ընտրում են նրանից ինչ կտանք, այսինքն այնտեղ էկվիվալենտ են իրար։ Եթե ասեմ 0.1-ից ընտրի, ինքը 0.1-ից կվերադարձնի։ Այսինքն եթե 0-ից 10 ենք ուզում, ուրեմն պիտի հերթով տանք այդ թվերը։ Բայց եթե ուղղակի ոչ թե 0.1-2-3 դրանցից ենք ուզում 10, այլ եթե մեզ ուտ հետարքի լինի մի հատ ինչ-որ թիվ բանից, 0-ից 10 միջակայքից, ու կարա ամբողջ թիվ լինի նաև։ Դրանք գրենք բան։ Չեմ հիշում։ Uniform ստվում է։ Uniform նշանակում է բան, հավասարաչափ, այսինքն լրիվ հավասար հավանական 0.3.346 տտ մի բան վերադարձնի։ Ինքը այս դեպքում օրինակ մեզ կտա ու արդեն ասում ենք ինչից ինչ։ Դե դեպքում կարանք տենց որ 0-ից 10 լիներ ու գրեինք, եթե 5-ից փոքր է, ուրեմն դա կլինի խոշ կամ true false վերադարձնենք կամ չգիտեմ ոնց անենք որ հասկանամ։ Հա, եկեք մի հատ sense գրեմ ու երկու բաներ ձեզ ասեմ, փորձեք բան, առիթը բաց թողնենք, մի հատ ուրիշ բան կրկնենք ստեղ։ Ստեղ օրինակ ասեմ heads, ուշ, ստեղ ասեմ բան, else։ Ու եկեք ստեղ ասեմ արժեք, value կամ site, թե որ կողնանք է հավասար է սրան, ստեղ ասեմ site հավասար է tails, ու հետո print side, tails, heads, այսպես կարա աշխատի, այստեղ մի հատ փոքր հարց, այս ոնց կարա է կարճ գրեի։ Միրենա, լսում եմ։ Կարճ են միտողով կարանք գրենք side-ը հավասար է heads if random uniform փոքր է 5-ից։ If պայմանը else
Text, ճիշտ է։ Ապրեք, հա, սա կոչվում էր բան, ternary կամ conditional operator։ Ու Իսկ մի հատ ահա, հիշում եմ։ մի հատ բան հարցնում էլի, sample-ով չենք կարա տայինք 0-ից 1 ու ստորակետից հետո 1 գրեինք հենց որ մի թիվ վերցներ։ Կարայինք, խնդիր չէր լինի, ուղղակի մի քիչ անիմաստ կլիներ համատած choice-ի, որտեղ եթե մի հատ ենք վերցնում, այնա միանգամից սրանից օգտվենք, ոնց որ sample-ը կստացվեր շատ ավելի ուժեղ գործիք, քան կարիքը կա էլի իրա։ Բայց կաշխատեր, ճիշտ կլիներ։ Մեկ էլ ուզում եմ ասել, որ այստեղ շատկի լավա գրել օրինակ, որ 0-ից 1 վերադարձնի, ու ստուգել 0.5 այդ ավելի տենց սովոր ձևն է, էլի, որ լիքներեր հանդգնում, արդեն մինիմալ փոփոխություն կպահանջի կոդում, էլի, բայց այն նախորդի համար այդ բան, այդ 0-ից 15-ը էլի վալիդ լուծում է, էլի։ Հա, Ղևանդ լսում եմ։ Հայկ ջան, այդ random-ի uniform-ը ինչ էր անում, մատնից ասեք որ խնդրեմ։ Random-ի uniform-ը վերցնում է միջակայք A-ից B։ Ահա։ B-ն ոչ ներառյալ, բայց այդ իրական կարևոր չի, որտեղ ինչ որ մի հատիկ լավ շեղվեմ դեպի հաղթես, ու մեզ վերադարձնում է ուղղակի, ոնց որ եթե պատկերացնենք սա թվերի առանցքն է, այդ թվերի առանցքից 0-ից 1-ից վերադարձնում է ինչ որ մի հատ թիվ, ու այդ թիվը արդեն float է լինում։ Մենք միջևս միշտ բանի հետ ենք աշխատել int-ի հետ, բայց սա կարող է վերադառնալ օրինակ 0.41։ Լավ, մերսի։ Uniform-ներ վերաբերվում են նրան, թե ինչ տեսակով է, ինչ բաշխումից է այդ թվերը գայս, այսինքն այս ձևով օրինակ 0-ից 0.1 թիվ ստանալը նույն հավանականությունն ունի, ինչ 0.5-ից 0.6, բայց եթե uniform-ի փոխարեն ուրիշ բան դնեի, օրինակ նորմալը գրեի կամ Gauss կոչվող մի հատ բանը գրեի, 0-ից 0.5-ից 0.6-ը շատ ավելի հավանական կլիներ, քան 0-ից 0.1-ը։ Շատ տեխնիկական դետալները հիմա կարևոր չեն երևի, բայց ուղղակի միտքն է, որ լրիվ հավասարաչափ է, էլի ոչ մի միջակայք չկա, որ ավելի հավանական է բան, սա հավասար բան է, հնարավորություն ունենա տրվելու։ Իսկ այդ փոքր կետ 5-ից, այսինքն 0.5-ից փոքր, հա, տենց թե։ Ահա, այս կետի այստեղ ոնց որ 0 գրենք չգրենք, ինքը հասկանում է։ Հա։ Այդ էլաստիկ վերհիշենք, հա։ Դες մերսի։ Էլի ինչ որ հարցեր, ժողովուրդ ստեղից։ Արամ, լսում եմ։ Հա, ուղղակի այնտեղ որ գրում էինք 0-ից 10, դա հետագայի համար է ես տենց ասում, որտեվ խնդրի պահանջը որ հետո լիներ 100 կամ 500, կարային գրենք 0-ից այդ փոփոխականը պլյուս փոքրը այդ փոփոխականի կեսը։ Իսկ սենց էսի հիմնական դեպքերի համար է։ Ես եմ շատ օգտագործել 0-ից 1 միջակայքը, բայց երբ որ ֆունկցիա սարքենք, դա ավելի դինամիկ կլներ։ Ուրեմն երևի ես դες սխալ եմ հասկացել, ինձ թվացել էր 10-ը ուղղակի հարմար թիվ է որպես, ոնց որ եթե ասենք 1000 անգամ ուզում գցենք։ Մեկը Կլներ 0-ից 1000, փոքրը 1000-ի կեսը։ Հա, բայց այդ մի հատիկ կոպեկ գցելու համար է, չէ՞, արվում։ Դե բայց 1000 անգամ չէ երևի։ Թե կապ չունի։ Ստեղ ոնց որ մենք ուղղակի ոնց որ սա, ստեղ կլինի օրինակ եթե մինչև 100 սա էլ 50, սա ուղղակի ոնց որ 50% հավանականությամբ դեպք նայելու համար է, չէ՞։ Ոչ կընկնի, թե չի ընկնի։ Փոքր եղավ ու հաշվենք ուշա, մեծ է։ Տրամաբանորեն նույն բանն է գալիս, հա։ Հա, այսինքն ուտեղ այդ 100-ը բանը ազդեցություն չեն ունենում, էլի։ 100-ը պետք է 100 անգամ սա աշխատացնենք։ Ոչ թե աշխատացնենք սա 100 թվի հետ, էլի։ Հա, լավ, օքեյ։ Հա, շատ բարի։ Էլի ինչ հարցեր, ժողովուրդ։ Եթե չէ, ոնց որ եթե հետ գանք այս մեր նախ այս ունեցածին, որ սա մեզ վերադառնում է 0 թե 1, ու ես ուզենամ կարողանամ գրեմ օրինակ կոպեկ ու ինձ կոպեկ գրածը 0 կամ 1 վերադարձնի։ Ինձ պետք է լինելու սարքել ֆունկցիա, չէ, ասել def կոպեկ, որը ոչ բան չի ընդունի, ու կվերադարձնի այսա, չէ։ Նայեք, գրում եմ կոպեկ 0 կամ 1 տալիս։ Ինչ որ հավեսով նույն բանն է։
Ինձ մի քիչ այն սա արդեն հալա 0 դարավ, արդեն անհանգստանում եմ։ Այսա օրինակ ձեզ ոնց կարանք ուրիշ ձև գրենք։ Առիթապետ մի հատ ուրիշ բան կրկնենք համել էսօր էլի։ Դրա համար եմ մի քիչ արհեստական հարց տալիս։ Յուսի լսում եմ։ Մենք կարանք լամբդա ֆունկցիա Այո։ Ոնց կլինի ֆունկցիան իրականում սա մի քիչ դժվար հարցան։ լամբդա x եւ լամբդա x վերջակետից հետո գրում ենք մեր մոտ ոնց էր պայմանները։ Այսա չէ ուղղակի վերադարձնում ֆունկցիան։ Հա։ Այսա չէ։ Հա, ստված են վերևի կեսի պայմանավոր, եթե մեծ է կամ փոքր է կեսից։ Հա, չէ, այս ոնց որ ուղղակի սա ուզենք թարգմանենք լամբդաների լեզվին, իսկ այդ 0-ից 0.5-ից մեծափոքրան սրա հետ էկվիվալենտ է իրականում, երկուսն էլ լրիվ նույն ձև կաշխատեն, էլի։ Այս մեկը ուղղակի կարճ է ու արդեն պատրաստի բան է օգտագործում։ Ահա, ճիշտ է։ Այստեղ մենակ կարող եմ առաջարկեմ, որ x-ի փոխարեն գրենք տակի գծիկ, որտեղ ոնց որ այս լամբդաներում սա իրականում այսօր հասկացա, որ դա սրանակ չի անդրադարձ սրան, որ եթե ոչ մի մուտք չունենք, sense բան չեն կարող գրենք, էլի։ Թե կարանք։ Աշխատեց, ջոկեց, մի վարքան։ Դե ոչ կարանք, իմանալով չեմ կարող։ Հա։ Ես սխալ էի։ Okay, ես սխալ էի։ Կամ ուղղակի ոչ կամ կարող է Python-ի վերսիա փոխվել։ Եթե sense գրենք ուղղակի, կհասկանա, որ ոչ մի բան չենք տալիս, վերադարձնում է մեզ այս արժեքը։ Ուսեն սիրուն աշխատի։ Սա ոնց որ շատ արհեստական արած բան է, էլի ժողովուրդ ուղղակի ուզում էի լամբդա գրենք, էլի։ Պրակտիկայում կարող sense չանենք։ Okay, ինչ էստեղ ինչ որ հարցեր։ Բարի, հիմա եկեք բան անենք, էլի։ Եկեք ֆունկցիա գրենք, որ կգցի ինչ որ n անգամ կոպեկը կգցի ու կվերադարձնի թե քանի անգամ ընկավ 0, 1 եւ այլն։ Փորձի առաջարկի։ Օրինակ 10 գրենք կոպեկ գցի 10 ու ինքը բանանի վերադարձնի 4, օրինակ այդ դեպքում ինչ որ դեպքում եկեք սա մեկի coin սարքեմ, որովհետև լավ feedback էր տրվել փոփոխականների լեզվի հետ կապված ուղղам կարող ինչ ասենք ժողովուրդ եթե խնդիրը պարզ չէր համեցեք, եթե պարզեր ինչ որ մեկը փորձի ուղղակի լուծի միասին կանենք, էլի։ Նայինը լսում եմ։ Այդջան դե մի հատ ֆունկցիա սարքենք, որը արդեն կստանա ինչ որ n թիվը, չէ։ Ասենք flip coin n times ստանա n, որը integer է, չէ։ Ինչ է վերադարձնում, ինքը վերադարձնելու էր, էլի ինտեր չէ վերադարձում։ Այսինքն գցում է ու այդ 10 անգամ գցի, տեսնենք այդ 10-ից ամեն մեկը ինչա տվել, չէ, այդենք չէ անում։ Չէ, ուղղակի ասենք քանի հատ է ողջ տվել։ Այսինքն մեզ կարող չի առաջին 4-րդ 5 եւ այլն զուտ։ Հա, որն է 1, քանի հատ 1 է տվել, քանի հատ 0 է տվել։ Սենց ասենք, լավ։ Կամ իրականում միանգամից կարանք տոկոսով շարժվենք։ Որ տոկոսն այն բան եղել։ Հա։ Ուրեմն էլի for-ով երևի պտտվենք n հատ, ամեն անգամ այդ լամբդա ֆունկցիան կանչենք, որը որ կգեներացնի այդ random choice, այդ թիվը մեկը կամ չգիտեմ այնը։ Ու ամեն անգամ այդ flip coin, հա, ոնց որ չեք։ Կարանք իրականում նաև բերենք։ Ահա։
Ստեղ որ ասեմ flip coin, ինքը ինձ կտա 0.1 ու ինչ եմ անում այդ արժեքը։ Այդ արժեքը ինչ որ միտեղ տիպ պահենք ու սկսենք հաշվել, թե այդ n հատից քանիսն է այդ եկել 1, հետո ընդհանուր բաժանենք n-ի ու ստանանք տոկոսը։ Օրինակ ասեմ results get append այսա, չէ՞։ Ու Ինքը արդեն բոլորը կպահի, չէ՞, բոլոր 0-ն ու 1-երը կպահի, Այս էդի ձևով, արդեն։ հա, ու իրականում սա երևի ամենա ոչ օպտիմալ հնարավոր ձևերից է, բայց հələ գրենք։ Եկեք մի հատ փորձարկենք իմ ինժայլոց փոքր քայլերով արժի առաջ գնալ։ Ստեղ կասենք function n-ը integer, նայեք միանգամից ստեղ մի հատ VS Code-ի ուրիշ մի հատ գործիք էր, որ բան ավտոմատ sense բան է սարքում, որ գիտեր integer-ները, միանգամից սիրուն գրեց անունով բանը։ Հատ հաճելի լավ վիճակ է։ Ահա։ Հիմա թե ասեմ flip coin n times 5 Անտված, լիքը ողջ էր, կամ գիրեր, Հա, չգիտեմ։ բայց մեզ պետք էր թե 1-ից քանի հատ է, 0-ից քանի հատ, նու տոկոսային հարաբերությամբ, չէ՞, այդ երկու հետ։ Կարանք dictionary սարքենք, երևի, չէ՞, տենց էլ չլինի, 1-ը քանի հատ է տալի, 0-ները քանի հատ, թե չէ։ Այս դեպքում, որ դեպքերը երկու հատ են, ոնց որ քանի հատ 0 է, այդ Եկեք ամեն count անենք, այդ դեպքում այդ result-ի մեջ count անենք 1-ը, ենթադրենք ու բաժանենք n-ի վրա։ բաժանենք n։ Հա, ճիշտ է։ Իսկ այսա ինչով կարանք փոխարինենք մի տենց օգտվենք նրանից, որ ոչ թե ողջ գիրեր ունենք, այլ 0 ու 1-էր։ Ձենը կտրտվեց ճիշտ ասած չհասկացեմ։ Այսինքն 1-եր ու 0-ների ցուցակի մեջ։ Հա, նույնց ասեմ։ Եթե օգտվենք այն փաստից, որ գործ ունենք ոչ թե ողջ գիր ստրինգերի հետ, այլ 0-1 թվերի։ Ինչով կարանք սա փոխարինենք, որ տես մի քիչ ավելի էլեգանտոտ լինի։ Հա, Միրանա, լսում եմ։ Սամով կարանք փոխարինենք։ Ճիշտ է։ 0 ու 1-երից կազմված ցուցակի մեջ 1-երի քանակը նույնն է, ինչ 1-երի գումարը։ Որտեղ մնացածն էլ որ գումար են գտան, գումարած 0-ներ ա լինելու մնացածի համար էլի։ Հա, ուսանով ստանում ենք նայեք ժորտ ինչ հետարքիր է, ինչ որ 0.3 հոտ բան 0 ստացած, աշխատալից հացեր անականա, 0.2, 0.4 և այլն և այլն։ Okay, մինչև ստեղ ինչ-որ հարց։ Դերավ, եկեք իրականում բան անենք, մի պա շեղվենք, մի թեթև պա, նոր մտքով ասանց, որ կարա հետարքիր լինի, օրինակ, իսկ դեպքերի որ քանի դեպքերի որ տոկոսում է լինում, որ բան է լինում, ընկնում է, օրինակ եթե 5 անգամ գցենք, այդ դրանցից քանի անգամը 0 հատվոճ կլինի, քանիսը 1, քանիսը 2, քանիսը 3, քանիսը 4, քանիսը 5։ Երևի կենթադրենք, որ ինչ-որ ես 2 կամ 3-ը պետք է հաճախ լինի, չէ՞։ Բայց բրդենք հաշվենք, օրինակ հետարքի է 5 անգամ, 5-ն էլ ողջ քանի անգամ է լինում։ Պատկերացրիք ժողովուրդ։ Եթե պատկերացրիք, կարաք առաջարկեք ոնց անենք։ Կարանք փորձենք միասին գրել։ Միրանա, լսում եմ։ Ես ճիշտ ասած չհասկացա ինչ պետք է անենք։ Հա։ Հիմա 5 անգամ կոպեկ ենք գցում։ Հա, քանի անգամը որ ասացի պետք է բան անեի, լավ չասացի։ Հետարքի իրա սենց երևույթ։ Ինչքան
բարձր հավանական է, որ 5 անգամ կոպեկ գցեմ, 5-ն է ուշ ընկնի։ Ավելի հավանական է, օրինակ, որ մի երկու հատ ուշ, մի 3 հատը գիրը լինի, չէ՞ օրինակ։ Բայց եթե ինձ հետաքրքիր լինի, ասենք այդպես էքսպերիմենտալ փորձեմ, կարամ բռնեմ օրինակ 1000 անգամ իրար հետևից, այդպես 5 անգամ ուշ գցեմ ու գրանցեմ, թե քանի անգամ եղավ, չէ՞։ Այս հիմա մի հատ գցեցի 5 անգամ ուշ, մի անգամ ընկավ, նշում եմ այդպես, մի անգամ եղավ։ Հետո էլի եմ գցում, էլի մի անգամ եղավ, նշում եմ, որ 2 անգամ եղել է, որ մի ուշ բացվի։ Հետո էլի եմ գցում, էլի եմ գցում, էլի եմ գցում, ու տեսնենք, թե ի վերջո ոնց որ եթե շատ-շատ տենց գցեմ, 1000 անգամ գցեմ օրինակ, 200 դեպքում է, որ 5-ն է ուշ է բացվելու, թե մի դեպքում է օրինակ, էլի մոտավոր։ Հիմա օքեյ է։ Մի քիչ ձևակերպումս ջիգարով կաղում էր այս մի համար։ Նշում եմ։ Հա, ասենց հասկանալի էր։ Կարելի է, չգիտեմ, մտածում օրինակ տենց լուփի մեջ ինչ-որ count պահենք, Ճիշտ է։ որ ամեն հուշի ժամանակ տենց այդ count-ը ավելացնենք, հենց գիրն գնի զրոյացնենք, մի հատ ինչ-որ պայմանով ստուգենք, որ եթե օրինակ 5-ը, մի հատ ընդհանուր տենց result-ը մեկով ավելացնենք, Ահա։ Հա, ու էլի count-ը զրոյացնենք, նորից վրանք։ Միտքը ճիշտ է, մենակ թե մենք ստեղ արդեն բան ունենք, որ ինքը բռնիկը գցի, կանք սայնս միանգամից օգտվենք, ուղղակի մի տարբերություն է նա, որ սա ոչ թե մեզ ասելու է 2, 3, 4 եւ այլն, ասելու է տոկոսը։ Կարանք այս ֆունկցիան օրինակ միանգամից փոխենք, որ ունենա երկու մեթոդ աշխատելու, օրինակ ասենք return percentage, տոկոսը վերադարձնի թե չէ, ինքը լինի boolean ու հավասար լինի օրինակ true-ի սկզբում, ուստեղ մենք ասենք num once հավասար օրինակ է sum results-ին, ու ասեմ եթե return percentage ինքը վերադարձնի այս քանի անգամ մեկ ընկե բաժանած քանակին, else վերադարձնի ուղղակի քանի անգամ մեկ ընկե։ Եթե պատկերացրի համեցել, ասեք ինչն եմ մի քիչ վատ գրել, եթե չպատկերացրիք, խնդրում եմ հարց տվեք։ Եկեք մի հատ աշխատացնեմ եկեք ֆունկցիան, որ տեսնենք ինչ է անում։ Այսինքն գրեցի, վերադարձեց տոկոս։ Հիմա ասեմ false, վերադարձնի, որ 2 անգամ ընկավ։ Այսա մի քիչ կարելի է լավացնել, այսօր եթե չեմ սխալվում, Արամը նկատել էր այս գրքի մասին, նախորդ խնդրում։ Ինչ կարանք ստեղ անենք։ Կոմպի տեսանկյունից նայեք, այս վերջի կտորում որ աշխատում է, ինչ է տեղի ունենում։ Ահա, հիշում եմ։ Այդ else պայմանը կարանք անենք։ Այո։ Որտեվ եթե if-ը աշխատի, return կլինի ու всё ամեն ինչ դուրս եկավ։ Միակ ձևը, որ 28-րդ տողին հասնի այս կոդը, դա նա, որ 25-րդ տողի պայմանի մեջ մտած չլինի, համար սա կլինի լրիվ էկվիվալենտ նախորդին։ Հա, ապրեք։ Okay, եթե կանք սրան, ստեղ որ կոպեկ ենք գցում, կարանք օրինակ ասենք, որ num iterations, թե քանի անգամ ենք անում 10,000, ինչի 10,000, որովհետև ուզում էի հիշեցնել, որ կանք sense տակի գծիկ դնենք ու Python-ը բան անի, իրան անտեսի, բայց մեզ ընթեռնելի լինի։ Ինչի եմ սա sense մեծատառերով գրել, ընդունված է շատ պայմանավորվածությունը, որ ինչ որ փոփոխական կա, որ տենց գլոբալ փոփոխական է,
նենց փոփոխական է, որ ուղղակի ինչ-որ կոնֆիգուրացիա է ասում, թե օքեյ, սա արվում է sense ձևով, ու տենց կարա լիքը տեղ պետք գա ու կարա բան լինի, հիմնականում չի փոփոխվի, ոնց է իրան գրել ամենավերևը, որ միանգամից տեսնենք, ու մեծատառերով, որ միանգամից իմանանք, որ ինքը տենց ստաբիլ հիմնական բան է, որ ուղղակի ասում է մնացած կոդը ոնց աշխատի, ոչ թե որ ինչ-որ բան է, որ պետքա շուտ-շուտ փոփոխենք, Ոստեղ ցիկլ պետք է ֆրանք, նամի տեր անգամ, ու ինչ ենք անելու, Այդ flip coin-ը ֆունկցիան պետք է կանչենք, բայց երևի ինչ-որ փոփոխականի վերագրենք, որ հետո կարողանանք հասկանալ, թե քանի անգամ է 5 եղել։ մեկերի քանակ օրինակ, պահեցինք, թե քանի անգամ է մեկ եղել, շատ լավ, Տենց պայման դնենք, եթե այդ մեկերի քանակը հավասար է 5-ի, մի հատ վերևում է, for-ից վերևը պետք է փոփոխական հայտարարենք, դրան +1 անենք։ իսկ եթե ուզում ենք համ հաշվենք 1, 0, 2, 3, 4, 5, այդ ամեն ինչ մի անգամից հաշվենք, մենակ 5-երը չէ, էլի։ Հա, այդ դեպքում պետք է dictionary անենք։ Այո, շատ ճիշտ է։ Շքանը լավ անում չի, բայց լավ, counter-ի dictionary, okay։ Այդտեղ արդեն կարանք ստուգենք, եթե dictionary-ի այդ nums 1 k-ով կա, +1 անենք, եթե չկա նորը ստեղծենք։ Get-ով ենք անում, որ error չտար k-ը, եթե չէր լինում։ Ապահով ձևը get-ն է, բայց նաև մենք ուրիշ մոտեցում ունենք, չէ՞, որ ուզում ենք ստուգենք բանալիների մեջ կա թե չէ։ In-ով, հա։ Ստեղ կարանք ասենք if num1 in count dict, ժողովուրդ վերջնական արդյունքը մեկ է ասեմ ինչ չերնելու, դա գուցե հեշտացնի հասկանալը, վերջում ոնց որ ունենալու ենք սենց մի հատ բան, 0, 123, 1, 10 անգամ, 2, 32 անգամ, ու տենց, շատ ցավ թվեր եմ գրում մեջը, բայց սենց ինչ-որ արդյունք ենք ուզում վերջում ունենալ, էլի։ Թե not-ով ենք անում սկզբից, որ error չտար։ Ճիշտ է։ Չլինի, այդ դեպքում ավելացնենք, ինչ եմ ասում ես դեպքում, Գրում ենք count dict, dict, num, չէ, սուսպանամ դուք ասեք, այդ կա, ճիշտ է, nums այդ first-ը հավասար է 1, else-ի դեպքում էլ այդ նույնը հավասար է plus հավասար է 1։ հա, գերազանց, տպենք մի հատ, print, count dictionary, տեսնում ենք, որ 0-ն ու 5-ը ամենաուշուշտն են եղել, չէի ֆայմը, կարանք մի հատ էլ բարձր կարգի ֆունկցիաներ կրկնենք, ես ինչ լավ բան եղավ, ոնց կարամ զորդ սա սորտավորեմ, ընենց որ ինքը սորտավորի իր այս երկրորդ բանի արժեքների աճման, բայց կետ սորտ չուներ, օքեյ, մի քիչ պետք է բան պատմեմ, այդքան շատ ուրախ չստացվեց, եթե գրում եմ sorted count dict, ինքը սենց բռնում է ու բան է անում, այս sorted հրամանը կետ սորտի նման է շատ աշխատում, այս մեկը բռնեց ուղղակի բանալիները սորտավորեց, բայց ինքը ունի մի հատ արգումենտ, որ կոչվում է key, որով մենք կարանք ֆունկցիա տանք, ասենք իրան, թե եկեք ստեղ գրենք get items, շատ ավելի լավ է տրամադրվել այս բանը, մեր dictionary-ին կարանք սենց պատկերացնենք այս tuple-ների լիստի տեսքով, 0-ից 333 հատ, 1-ից 1517, 2-ից այսքան, 3-ից այսքան եւ այլն եւ այլն։ Ոնց կա, ինչ ֆունկցիա կարանք գրենք, որ սա վերցնի
Լավ, սորտիդը ավելորդ է։ Եկեք գրեմ բան, լավ անուն չի, բայց լավ, items, այս սա մեր մոտ բանն է, dict items-ն է, սա կներեք մի քիչ շատ բան եմ առանց բացատրելի գրում, բայց հեսա գցենք, եթե ունեմ այս ցուցակը, ու ուզում եմ իրան սովորտարեմ աճման կարգով ըստ այս երկրորդ արգումենտի, ոնց կարամ անեմ։ Հիշեցում, որ items get sort-ը ուներ մի հատ key կոչվող բան, որը ֆունկցիա էր ընդունում ներսում, հələ դրանից ավել բան չհիշացնեմ։ Այսքան սկզբունք տանք իրան, թե ինքը ինչ սկզբունքով սորտավորի։ Միլենա, ասում եմ։ Այդ ֆունկցիա մեջ կարող է այդ որպես key լյամբդա ֆունկցիա տանք, որ value-ները Ճիշտ է։ վերցնի։ Ահա, x-ը վերցնելուց վերցնի ինչ է, ամեն մի մուտքի համար, ըստ ինչի անի։ Ըստ իրավ երկրորդ տարի էլի։ Ահա, շատ ճիշտ է։ Սենց որ գրենք, տեսնում ենք, որ ոչ մի չփոխվեց, որտեղ չեմ տպել նոր արժեքը։ Ահա, իսկ հիմա տեսնում ենք, որ դարավ 303, 330, այդ ամենա ուշ հանդիպողները 0-ն ու 5-ն են եղել, հետո 1-ը ու 4-ը, հետո 2-ը ու 3-ը։ Կարանք միատել, եթե ուզում ենք 0, 1, 2 տենց աճելով նայենք, տեսնում ենք, որ լինում է սենց այս բան, ներողություն։ Ահա, ներքևը պետք է կարդամ։ 0, 1, 2, 3 սենց հերթով որ գնա, այս երկու եզրերը ամենափոքր թվերն են, ու տեն շատ փոքր են, իրենցից մի հատիկ են կողմ թվերը լավ հավեսով մեծանում են, իրանից շատ մոտիկ այս մեջտեղի արանքում շատ մեծ թվեր են արդեն։ Սա իրականում տենց Բեռնուլի բաշխումով բանով գնում է, եթե տերմին ծանոթ է, բայց կարևոր չի։ Կարևորն էր, որ մենք մեր հարցի պատասխանը օրինակ ստեղ ստացանք, որ 1000 անգամ գցենք, մեջից 300-ը կլինի, որ բան լինի։ Բոլոր 5-ները ուշ լինեն։ Ներողություն, 10,000-ի մեջից 300-ը։ Տոկոսով եթե նայենք, ստեղ էս ամեն ինչ եթե բաժանենք 10,000-ի, որ լավ ջիգարով փոքր թիվ է ստացվում, մոտավորապես 10,032-րդ է ստացվելու։ Լուսի, լսում եմ։ Իսկ այն ձեր ասած խնդիրը, որ ասում էիք փորձենք հաշվել, թե իրար հետևից օրինակ քանի անգամ 5 կընկնի։ Այդ եթե մի քիչ ուրիշ ձև փորձենք սեթով անենք։ Օրինակ վերցնենք foreign range n, եթե սեթի մեջ i-ից մինչև i պլյուս այդ կրկնությունները, օրինակ 5 անգամ։ Սեթ ուղղակի հենց սարքեցինք, էլ ոչ մի բանի կրկնությունից չեն կարա, չէ՞ խոսանք։ Չէ, եթե սեթը քանի որ նույն արժեքն է վերցնում, եթե բոլորը 5 եղան սեթի մեջ, երկարությունը 1 է լինելու։ Հա, համաձայն եմ։ Նաև, բայց եթե բոլորը 4 կամ 3 կամ բան եղան։ Չէ, կոնկրետ մի դեպքի համար։ Okay, կարանք մի հատ արժեքը ստուգենք, որ 5 լինի։ Ու այդ մեզ կպատմի ինչ է։ Եթե մենք մի հատ էլ սկզբում count փոփոխական պահենք, օրինակ, count հավասար է 0։ Եթե set-ը 1 եղավ, ամեն անգամ count-ին պլյուս հավասար ենք անում 1։ Հասկացա։ Բայց ասեք։ Հա, ու վերջում հենց այդ count-ը ցույց է տալու, թե քանի անգամ է իրար հետևից 5 անգամ նույն թիվը քանի անգամ անգնում։ Ավելի շատ count-ը ցույց կտա, թե քանի անգամ է եղել, որ իրար հետևից նոր նույն թիվն է անգել, կամ ուշ կամ այս երկուսը կմիավորվեն իրար, ու այդ կարա տրյուկ լինի, որ սեթի երկարությունը, եթե սեթ սարքեմ ինչ-որ բանը, նայեմ երկարությունը 1 է, այդ կնշանակի մեջը սաղ նույն էլեմենտներն է, ու այդ լուծում կլինի։ Բայց օրինակ, եթե ուզենամ հաշվեմ երկուսների քանակը,
Այդտեղ արդեն խնդրեմի եմ գալու, չէ՞։ Հա։ Բայց միտքը հետաքրքիր միտք է։ Կրեատիվ մոտեցում է, էլի, դա հաշվելու, բայց ամենաճկունը չի։ Հա, երևի բանը կարամ ասեմ։ Հա, մերսի։ Հա։ Ժորժ, մինչև ստեղ նույն էջի վրա ենք, Շնորհակալ ետեք լավ հասկանանք։ Ահա, դες մերսի։ Մինչև ստեղ ինչ-որ հարց կամ անհասկանալի բան կամ ինչ-որ բան։ Լավ, կարանք մի հատ օրինակ օրինակ սա սարքենք ֆունկցիա, def քանի որ ուզում ենք բաշխումը հասկանանք, քանի հատ ինչքան քանի հատ բան, կարող եմ օրինակ անուն դնեմ def վերջ ստացի բաշխումը, քանի հատ ինչ է գալիս, օրինակ ասեմ def get distribution ու ասեմ նամիտերը քանի անգամ պետք է դա արվի, default-ով հավասար լինի նամիտերին, ուստեղ այս ամեն ինչը թող իր մեջ կատարվի, սենց աշխատի գա մեզ վերադարձնի ես մեր item-սը։ Սա որ գրեմ, կարամ հետո արագ ասեմ, չէ լավ գիտես ինչ, այլի get distribution անենք, ու ասեմ 10 անգամ գցի, թե 10 անգամ գցի, ասի որ ստավորում եմ կոդի մեջ, այդտենց էլ կասի հենց, որտև սա մոռացել ենք փոխենք, նամիտերը։ Ասի որ այդ ձևով ոչ մի անգամ չի եղել որ բան լինի, բոլորը ուշ կամ բոլորը գիր լինեն։ Կարող հետարքրոտ լինի, կարանք մեկ էլ ասենք օրինակ, բան, էլի եթե տոկոսով ենք ուզում, ասենք return percentage, մենք boolean լինի, որը true է, այստեղ ասեմ, որ if return percentage item-սը դարձնեմ ուղղակի item-սի բոլոր թվերը բաժանած բանի, չէ՞։ Իդրացիաների քանակին, թե քանի անգամ ենք գցենք։ Կարող ասեմ i բաժանած նամիտեր, or i in items 0-ներ պետք է ասեմ, ստեղ լավ չի, կարող ասեմ count dict get values, չէ՞ օրինակ։ Սենց ասենք բարձի 0, 1, 2, 3 և այլները կորեմ։ Ես մտածում եք արագ խոսամ հետո սաղ կբացատրեմ, բայց արանքում սխալվեցի, ափսոս, հա, սրանով կորցնում ենք բանը։ Լավ, եկեք միասին անենք լավ, ոտի վրա անելով լավ չի աշխատի։ Ունենք sense dictionary ինչ-որ։ Լավ, այս դեպքում ունենք sense list ինչ-որ։ 1, 3, 2, 2, 3, 2, 4, 3։ Ինչ կոդ կարան գրենք, որ բռնի այս երկրորդ թվերը, այդ ընկնելու քանակները դարձնի ընկնելու տոկոսներ։ Եթե ինչ-որ բան անհասկանալի էր, ասեք էլի անպայման, հատկապես որ արդեն լավ քչով ենք, կարելի է տենց շատ խոսալով դասանել, էլի։ Աճիշտ բոլորով խոսալով, բոլորովը չի լինի իհարկե, բայց դա լսում եմ, Միլենա։ Ես չեմ սխալվում, get distribution-ին բուլյան արժեքով վերաբանեցինք, թշու պետք է սարքենք։ Դրան ենք չի ավելացրել հենց։ True-ն իրան default-ն ենք դրել Հա, դեպքում։ սրա մեջ ինչ անենք, որ տենց սարքի։ Ուղղակի ոնց որ հա, որտեղ սա սխալ էր, սա ինքը մենակ տալիս էր տոկոսները, բայց չենք իմանում մի անգամ բանալ, երկու անգամ բանալ, թե երեք անգամ բանալ ու տենց։ Սա պետք է դզենք էլի մի քիչ։ Ահա։ Իրականում կարանք հենց այս բանից օգտվելով անենք, բայց լիճ compression-ը մի քիչ դաժան կլինի։ Պետք է այս tuple-ի վրա, ոյ, չեմ նկատի որ ձեր կարվարցած, Արամ լսում եմ։ Իսկ հենց այդ sort ֆունկցիայի մեջ, որ 0 ենք գրում, էլի չենք կարող 1 գրենք, հենց այդ նույն տեղն է հաշվենք։ Կարանք, ինքը կսովետավորի բանով,
աճման կարգով կտամ այս բաները ըստ ընկնելու քանակների, բայց մենք ուզում ենք տոկոսները ունենայինք, էլի Հա, ընկնելու։ այդտեղ որ հենց տոկոսն է հաշվենք։ Ինքը ըստ ոնց որ ստեղ կարամ գրեմ բաժանած նամիտեր, բայց սա սկզբունքն է, թե ըստ որի ինքը հաշվում է բաները, սորտավորում է թվերը։ Բայց Իսկ այդտեղ միանգամից ինքը տոկոս չի սարքի, ըստ տոկոսի է սորտավորի։ ահա, բայց մեզ դա չի վերադարձնի։ Ինքը տակիցը տենց կանի, որ սորտավորի, բայց մեզ թազա արդյունքը չի տա։ Հա, չտա։ Դե ուրեմն պետք է մի հատ էլի for frank գրի անենք, հա։ Դե հա, ցավոք հա մի հատ լավ for գալիս։ Կամ իրականում սա առանց for-ի կարանք անենք, բայց եկեք for-ով անենք, տենց ինտատնի կարանք բանով անենք։ Comprehension-ով սիրուն անենք, բայց այդ նույն for-ն է, այդքան է սիրուն չէ։ Մի խոսքով լսում եմ for-ով լուծումը։ Նոր փոփոխական տանք, թե այդ item sense ձևը փոխենք։ Ոնց ուզեք։ Կարանք բան items percentage ասեմ օրինակ։ Այդտենց բայց հետո return-ը չենք իմանա ինչ անենք։ Բայց լավ, եկեք items percentage հավասար է ինչ ուզեք։ Դե եթե էլի նորից dictionary պետք է տանք, ինձ թվում է, որ հեշտ լինի։ Այստեղ ես մի քիչ շիլաշփոթ դարձրեցի, երբ որ dictionary-ներից անցանք այս բաներին tuples, բաների tuple-ներին, որտեղ dictionary-ին սորտավորելու համար մի հատ հրաման էինք օգտագործելու, որ չգիտենք, ու ես հիմա փոշմանում եմ, որ ուղղակի այդ հրամանի մասին ձեզ չպատմեցի, եկեք, քանի որ սա սենց գրեցինք, եկեք ուղղակի ցույց տամ ձեզ դա։ Կարանք գրենք ստեղ sorted, ու ասեմ բան, այս մեր count dict-ը։ Ու հիմա ասեմ, թե այն սկզբունքը, որը որ ուզում եմ սորտավորես, դա այս առաջի արժեքն է, ոնց որ թե սենց էր։ Համյար կանես չեմ արել, լավ դա։ Այս, ինչ։ Դե հայ իհարկե ինք ոչինչ։ Հա։ Իվերքան հեսա ասեմ ոնց եմ սանում։ Հիմա ոնց որ պահենա, որ այսպես գրում եմ ուղղակի sorted-ով։ Ինքը տալիս, ինքը բանալիների վրայով է անցնում, նույն ձև ոնց for ենք գրում, ինքը բանալիների վրայով է, չի անցնում։ Հիմա ես կարամ ասեմ, որ բանալին հավասար է ու ասեմ, թե ինչ կտրվածքով ինքը մերցնի։ Հա, ուղղակի բան, մի քիչ այդքան է ինտուիտիվ, չէ՞ ոնց դա կարանք անենք։ Կարանք բանով շատ եմ կմկմում, դուրս չի գալիս մի վարքան։ Իրականում երևի այս նախորդ ունեցած լուծումը ավելի լավ էր։ Եթե ասում ենք այս get items, ասում ենք, որ sort արա ըստ բանի, ըստ այս իր արդյունքում եղածի երկրորդ արժեքի, ինքը մեզ տալիս էր այսենց, կանենք ուղղակի դա հետ սարքենք dictionary, երևի ամենա օքեյոտ լուծումը կլինի այս դեպքում։ Շատ sorted-ով զգացողություն ունեմ, որ ավելի լավ է կարենք սարքենք, ու այսենց բան տա։ Հա։ Եկեք ուզեմ սա։ Ժորդ, այսքան ինչ տեղի ունեցավ, այս sorted եւ այլն է, այս նույնն է, ինչ գրել ենք միջև այդ get sort-ով, ուղղակի սա միանգամից սորտավորած հետ է տալիս, պետք չի նոր տողով գրենք get sort, որ դրանից հետո ինքը սորտավորած բանենք, տեղում անում է, ուղղակի սա հետո դարձնում ենք dictionary, կարամ ստեղ ասեմ items sorted, հավասար է սրան, դու ասեմ dict items sorted, ու այս մեր items, այս մեր count dict-ը հավասար լինի դրան, այս էլ ok կլինի,
Հա, հեսա կունենամ։ Ճորդ կավ արդեն կործրել եմ ձեզ սենց ասած։ Տեսնում եմ մարդիկա դրանգից դուրս եմ գալիս, մտածում եմ կավամ, մնացածն չեն հասկանում ինչ է կատարվում կամ դեռ մի տեսակ չեմ բացատրում։ Արամ լսում եմ։ Իսկ map-ով հեշտ չէր լինի դա փոխել map ֆունկցիայով։ Map Մի հատ անի, map վրայինք այդ sorted-ի վրայով ու այդ պրոցենտները տայինք։ հա, միանգամից այդ երկրորդ քայլն եք ասում, հա, ես ուզում եի ուղղակի dictionary ունենանք, որ sense բան անի։ Հա, որ dictionary որ ունենանք, լավ ավելի հեշտ կարանք հիմա անենք ու եկեք փոքրած map-ներ բան անենք, map-ներ կրկնենք։ Եկեք մի հատ առանձին ստեղ բանով map-ով անենք, որտեղ անենք գրեմ list ինչ եմ ասելու, մափարա ինչ է ինչին, Map-ը key value էր ստանում։ բանը բան չի, մափը կաշխատի։ Մափին մենք, որը որ պետք է կիրառի ամեն էլեմենտի վրա, ու էլեմենտները։ Այսքան այս դեպքում ֆունկցիան լինելու է, հեսա կսարքենք, Էլի կարանք այդ լյամբդայից գրենք, որ percentages ինքը օրինակ, կարանք, ուղղակի ուզեցի բան անենք, մտածի ես այս հասկանալի ոտքի միտողով այդքան հեշտ չի չենք պրծնի, եկեք սենց գրենք, հետո զգանք կարճա կդարձնենք լյամբդա, հիմա ինչ պետք է անի ես մեր get percentage ֆունկցիան, իսկ ինքը մի հատիկ էլեմենտ վերցրեց այս count dict-ից, ինչ պետք է վերցնի, վերադարձնի ինքը dictionary է վերադարձնում թե այդ x-ի մեջ key value կա։ Ահա, իրական այս սրանից եմ ճանաչում, որ հա, հիմա x-ը լինելու է բան, ուղղակի մի հատիկ էլեմենտ է լինելու, այսինքն ասենք 1 4 օրինակ։ Ու մենք պետք է վերադառնալուց էլի այդ key value կտրվածքը պահենք, էլի։ Մի քիչ արդա։ Այդտեղ պետք է գրենք երևի x key, հա, x get key։ Ահա, ուղղակի ստեղ բան, եկեք մի հատ տպենք ուղղակի x-ը, մի հատ տեսնենք ինչ է լինում, էլի։ X-ը ստեղ եկել է մեզ բաները ուղղակի, հենց բանալիները, Հա, բանալիներն, հա, դիկտով աշխատելուց տենց է արել, հիմա մեզ պետք է բանալիի հետ մի հատ էլ ստանալ իր արժեքը, չէ, ինչը, եթե ստեղ օրինակ գրեմ count dict x, կստացվի այս մյուս երկրորդ արժեքներն ենք, չէ գտնում։ Հիմա որ վերադարձնենք լինենք, այս 1 4-ը եթե ստացել ենք, պետք է հիմա վերադարձնենք 1 ու մյուսը ինչ ենք անում։ բաժանած դիկտի լեննի։ Չէ, դիկտի լենը մեր մոտ միշտ 5 է լինելու, բայց կոպեկ թե քանի անգամ ենք գցել այդ բանը, նամիտերում է պահվել։ Տեսնենք սա աշխատի։ Աշխատեց, ուղղակի լիստի տեսք տվեց, որտեղ ես դեռ լիստ էի գրել, որ տեսնենք թե արդյունքը ինչ է լինում։ Թիք գրեմ, մի քիչ կարող անկապոտ արդյունք տամ։ Կարան գիտեք ոնց անենք, կարող ասենք 2x ունամիտր, որ ինքը իրեն տա որպես բան, tuple-ներ, ու հետո դա որ dictionary սարքենք, ասես բան կդանա։ Լավ չգնաց ասորվա դասը, բայց լավ։ Ժողովուրդ, մի հատ անկեղծ նայեք տեսեք միջև ստեղ օքեյ է ամեն ինչ։ Կարող որ ստացանք արդյունք մոտավոր։ Яра։ Չլսեցին։ Ասում կարող որ արդյունք ստացանք ոնց որ։ Ուսա կարող ասենք։
Դա հա, ոնց որ կոդ գրելու եթե լինենք համաձայն բոլորը հասկանային, ինձ թվում է այդ մի քիչ լավ չարվեց, բայց մերսի դրական օպտիմիզմի համար։ Չէ, վերջում կարանք անգամ 10 անենք, որ տոկոսները գումարային 100 լինի, ոչ թե 0.1։ Վсё։ Հա, կարող է հավես լինի։ Եկեք անգամ 100, չէ, բայց ոչ թե 10։ Հա, Ահա, գնաց։ 40% դեպքերի, վան 10-ը կսարքեն 100,000, heç էլ 100,000 չէր։ Ստանում ենք էլ ավելի տենց մի քիչ հավասարաչափով բաշխում, ոչ թե հավասարաչափ, այլ այդ Բեռնուլիի բանով։ Բայց իրականում մենք ուրիշ բան ենք ուզում անենք, այս արժանանակ ուզում ենք ցույց տալ, որ եթե ինչքան շատ անգամ գեներացնենք, այդքան կմոտենանք 0.5%-ով, այստեղ սրա ոնց որ սրա ընդհանուր դեպքն ենք իրականում հիմա այստեղ անում ինչ-որ չափով էլի։ Բայց լավ, եկեք համել որ կամացից փակենք նաև 10-ը, բան անեմ, փորձեմ ես միանգամից առաջարկել ոնց կարանք հաշվենք այդ բանը, քանի որ տոկոսն է ընկնում բան, ոչ թե գիր, այս մեր բանով, flip coin n times-ով, կարանք սենց անենք, ասենք, ում համել գրաֆիկ գծել էի խոստացել, չէ, այդպես մի հատ ցույց տամ, առանց խորը հասկանալու էլի, ուղղակի կիրառական մակարդակի գրաֆիկ գծել բան, հետո առանձին ենք նայելու, հենց գրաֆիկներ գծելու գրադարանները։ Բայց եթե այստեղ օրինակ ասեմ նամիտերը 10,000 էր ֆիքսած, թող տենց է մնա, հիմա եթե այստեղ ասեմ for-in range մեր նամիտերը, ասեմ դե բաները, Bitcoin and times N-ը թող լինի մեր մոտ մի անգամ ենք գցում, հետո 2, 3 եւ այլն, չէ՞, իսկ այստեղ մեզ ստեղնելու պատտվել 1-ից մինչև նամիտերը ցագում արած 1, այդքան անգամ թող գցի ու մեզ վերադասնի տոկոսը, եթե սրա արժեքները պահեմ միտեղ, այսօրվա փոփոխականների աներ շատ վաղն են, այսենց, ու հետո տպեմ այս մեր percentage-ը, ասա ես կոդս կգմպա, կարի percentage-ը, ու իրականում քանի դանդաղ աշխատում է երկու բան ասեմ, որ ասում եմ ես ամենա ոչ օպտիմալ ձևերից անելու աշխարհի, կարենք բան անենք, ոնց որ մի անգամ գցենք, արժեքը գրանցենք, հետո երկրորդ անգամը գցենք, արժեքը գրանցենք ու տենց գնայինք, բայց այս ձևով մենք անում ենք բան, մի անգամ գցել, հետո 2, հետո 3, հետո 4, հետո 5 եւ այլն եւ այլն, այսինքն ասես մինչև 10,000 անգամ, որ հերթով ամեն մեկի համար աշխատացնում ենք, սա մեր մոտ իրական ստացվում է այդ կոպեկ գցելու քանակները լինում են 10,000, 1 գումարած 2 գումարած 3 եւ այլն, ինչը 10,000 անգամ 10,001 կեսի կարգի է, ինչը մի 5 միլիոն գործողություն է անում, ու այդ շատ դանդաղ է լինում։ Եթե սա սարքեմ 100, այս դեպքում գոնե կաշխատի, ու հիմա եթե նայենք, թե ես մի քիչ ավելի ստաբիլ Եթե հիմա ուզենք նայենք, թե օքեյ, բայց արժեքները ինչ են բանանում, դից գծով նայենք, թե դեպի ուր է գնում այս ամեն ինչը, միանգամից 1 ենք տեսնում 0.6, 0.6 նշանակն չի, դա գրաֆիկ ցույց տամ, գրաֆիկ գծելու ամենահեշտ ձևը գրելն է import matplotlib get pipe, այս ուղղակի պրոստը որպես հրաման եմ ասում, այստեղ հետո սա պետք է քաշել, բան անել, այս սա չգիտենք, բայց շատ հեշտ կարելի է գուգլել նայել, սա մնա չսիրուն գրաֆիկներից հավիտանանցենք, բայց սենց եթե սարքենք,
Եկեք մի քիչ ավելի մեծ թվի համար անեմ, էլի մի քիչ ավելի լավ տեսնենք էֆեկտը։ 1000 հատ կծկես, 1000 այդքան մեծ չի։ Ահա, այստեղ կարող ենք տեսնենք, որ եթե սկզբում ինքը այնպես լիքը տատանումներ ա ունենում, եկեք նրանց գծեմ, որ կարողանանք լավ տեսնենք, էլի զում անենք։ Ու այս մի քիչ իրական Python-ի դասից էլ շեղվեց, բայց դե սովոր դասը գնաց։ Եկեք պրոստը արագ գրեմ սա։ Давай։ Ահա։ Այստեղ եթե տեսնենք, որ այն առաջի անգամները գցելուց ինձ լիքը տատանումներ ա լինում, ինձ խառը շատ ա գնում, հետ ա գնում, բան ա անում։ Այսինքն ինձ օրինակ ասեն 10 անգամ գցում ենք, գրած գալիս ես, որ 5 անգամ կընկնի, կամ ասենք 4-ից 7 անգամ կլինի, 4-ից 6 անգամ կընկնի, ես գրած չեմ գա։ Ինձ որ ասեն միլիարդ անգամ գցում են, գրած գալիս ես, որ 400 միլիոնից 600 միլիոն անգամ կընկնի, ես այն գրած կամ որտեղ այդ ասում հարտեսը, ասում ենք, որ սենց գնալով շատ ավելի պենց 0.5-ի մոտ, ինչ-որ հարցեր ժողովուրդ ստեղից։ Հավայ, չեմ նկատի ձերը, կնորեք, Միլենա, լսում եմ։ Այս սկզբում ասացիք մեծ թվերի կանոն, հա, տենց է կոչվում։ Հա, սեմ յակեմ բացեմ։ ԼԼՆ ինքը ունի ուժեղ ու թույլ տարբերակներ, տենց է կոչվում է strong and weak law։ Հա, մի քիչ տեխնիկական աստակ գրած լինելու, բայց գտնացենք։ Ասում եմ, եթե սենց պատահական բաներ ունենք ինչ-որ բան դնեն դեռ, ու իրենց միջինն ենք հաշվում, ու իսկական միջինը ոնց որ հենց կեսն է սենց ասած բաշխման, այսինքն 0.5-ն է մեր իսկական ակնկալվող միջինը, ու նայում ենք այն միջինը, որ իրականում ստացել ենք, այս օրենքը ասում է, որ ինչքան շատանա տվյալները, այնքան անհավանական է դառնում, որ այս թույլ օրենքը ասում է, որ ինչքան փոքր թիվ ուզում, բայց չգիտեմ, արժի sense մոտ մեջ բանը չէ։ Այս ոնց որ OML անի, հետո մի քիչ հաղթեսի ժամանակ կտեսնի, մնացածի համար կարող բերե բառը, բայց լավ, սկսել եմ։ Մենք ինչքան փոքր շեղում ուզում ենք վերցնենք, ասենք 0.5-ից 0.001-ով շեղում օրինակ, ցանկացած փոքր թիվ։ Եթե sense անվերջ շատ տվյալներ անենք, այսինքն գնալով դեպի անվերջություն զգտի մեր տվյալների քանակը, հավանականությունը, որ այդ միջինը 0.5-ից կշեղվի այդ մեր այդ փոքր քանակով 0.001-ով, այդ ճիշտ այդ քանակից շատ, ուղղակի 0 է։ Այսինքն նույնիսկ ասեմ 0.00001, ինքը ինչ-որ պայից ըստ էության անհավանական կլինի, որ շեղվի է դրանից բանով, 0.001-ից ավելով միջինը իրեն։ Այստեղ ոնց որ հավանականությունը 0 լինել չի նշանակում անհավանական ու լինել չի նշանակում կլինի հաստատ հավատացում մի քիչ առաջի քիչ ոչ ինտուիտիվ բաներ կան, շատ եմ խորանալու, չգիտեմ, օքեյ։ Հա, հասկանալի է։ Ասեք, եթե պարզ չեք։ Հա, օքեյ։ Դերավ, էլի ինչ-որ հարցեր նշումներ կամ ցանկացած բան, սովորաբար դասից կարող է հավասարներ
ուժեղ ինտերակտիվ գրաֆիկա մեզ տալիս, չգիտեմ, ապագայի համար մոտիվացիա որպես։ Հենց այս գրադարանն էլ անցնելու ենք մենք, որտեղ ես իրեն սիրում եմ։ Նա ժորդ ամբողջ դասից հարցեր, մի քիչ լողամ, տեսնեմ։ Իսկ ընդհանրապես sense հավանական, sense պատահականությունների հետ կապված խնդիրներ կազմելիս պատահականությունը հենց sense կոնկրետ լեզվի Վերավ, ռանդոմ այսօրվա դասը մի քիչ խաղաղ ճտիկ էր, մեկ էլ մի քիչ շարժեցի։ Մենք շարունակեք հարցեն, նայնը լսում եմ։ Այդյան ճիշտ ասած Միլենան հարց էր տալի ու ձեր ձենն էլ այսօր ամբողջ ընթացքում կտրտվեց, տենց կիսատ լսվում էր, հուսով եմ մյուս անգամ տենց չի լինի, որտեղ մեկու մեջ ընդհանրապես չէր գալիս ձենը, բայց Միլենան էլ ինչ որ հարց էր տալի, տենց էլ կիսատ մնաց։ Ահա, ինտերնետի հետ, այս կապի հետ կապված ես էլ եմ հույսով, ուղղակի մի քիչ ինձ բան է, որտեղ ոնց որ նույն պայմաններում եմ, ինչ բանի ժամանակ էի, նախորդ դասերին, երբ որ այդքան շատ չէր կտրտում, համար մի քիչ դժվար է հասկանալ աղբյուրը ինչն է, որ փորձել լուծել, բայց հայ, ես էլ եմ նորից հույսով, ինձ էլ է շատ ներվայնացնում, որ ձյանը կտրտում է, ու հատկապես, որ հետո, այդ հատկապես չէ, որ հետո էլ վիդեոյի մեջ է լողիկ կտրտելով ձյանը լինելու, ես գոնե դասի ընթացքում մենք կարող ենք իրար հասկանանք ինչ-որ ձևով, վիդեոն նայողին ընդհանրապես դժվար կլինի, թե կտրտող ձյանը, բայց հա, Միլենայի հարցի հետ կապված էլ իմ մոտ ինչ-որ պայից ուղղակի իր ձյանը չլսվեց, դրա համար ստոպ տվեցի, բայց հիմա ձեռը բարձրացնում, Միլենան լսում եմ։ Հա, չէ, ես ուղղակի մտածում էի միկրոֆոնի խնդիրն է, մտածում էի չեք լսում, էլի դրա համար չշարունակեցի։ Այդ հարցնում էի տենց ռանդոմ բաներ, եթե ուզում ենք ծրագրի մեջ գեներացվի։ Այդ դեպքում հենց ուղղակի օրինակ Python-ի random-ն է օգտագործվում, թե ինչ որ լոգիկայով այդ random-ն լա որոշվում ոնց բանում էլի։ Հա, չէ, ոնց որ տեղին հարց է, բայց ոնց որ այս ամեն ինչը ինչ նայել ենք սենց էս եւ այլն, սա տենց լիքը տարիների բան է, ֆիքսած արդյունքներ է, այսինքն 1000 անգամ կոպեկ են գցում, մեջից 300 անգամ ղոշն գնի, այդ ասենք մենք անելու ենք կոնկրետ ասելով, որ Bernoulli կոչվող մարդու բանից, distribution-ից վերցրու արժեք կամ տենց ինչ-որ բաներ, այսինքն մենք նույն ձև ոնց օրինակ այնտեղ ասում է uniform, այդ մի բաշխում էր, որ տենց հավասարաչափ տենց կոպեկների կտվածքով ուզեմ անեմ, կարամ տամ իրան քանի անգամ է կոպեկը գցվել ու ամեն կոպեկ գցելուց ինչքան է հավանականությունը, որ բան կլինի, արդյունքը լավ կլինի թե չէ, այսինքն կարող է մի անգամից մեզ արժեք հատալու, այսինքն սենց պատահակ սպորտային հետաքրությունից էր, էլի, սա արդեն պատրաստի տենց մաթեմի 5-ով ամեն ինչով կա, էլի, սա ասել ես, ոնց որ ֆունդամենտալ բաները, իսկ այս սրանք տենց ջիգարով ֆունդամենտալ բաների մեջ ենք դեռ, էլի, օքեյ, շատ լավ, շնորհակալություն։ Ձեզ մերսի։ Համել ուզում եի ասել, որ այսօրվա դասը ինձ այսքան անցածնի միջից երևի ամենահետաքրքիրն էր, չնայած այս կապի բան խնդիրներին։ Մերսի շատ, ինձ էլ ասենց բաները ավելի շատ հետաքրքիր, պրոստը բանն է, էլի, կուրսի դիզայնի հետ կապված, որ մենք ML-ի դասընթաց ենք ուզում ի վերջո անենք, բայց նենց ենք փորձել սարքել, որ ով ML չի ուզում անի, իրանց էլ ակտուալ լինի, մի քիչ ոնց որ սահմանափակում է, էլի, ինչքան ենք մտնում մաթեմի կամ ավելի տենց տեխնիկական թեմաների մեջ, ինչքան ենք մնում սովորական Python-ի մեջ, ու ինձ թվում է ես այսօր մի քիչ չափա անցա այդ տեսանկյունից, բայց եթե հետաքրքիր էր, մենակ ուրախ եմ։ Մերսի։ Էնի ինչ որ հարցեր, նշումներ կամ ցանկացած բան ժողովուրդ։
Ներավ, հաջորդ դասից արդեն ես մեկ էլ հաջորդ դասին եմ շատ սպասում, ճիշտ հաջորդ դասից հետո եկող բաներին, որտեղ այդտեղ գրադարաններ գաղափարն ենք սովորելու, ինչ որ բաներ իմպորտ ենք անելու, ու այդ ինձ դրանից հետո ճկունություն ա տալու, որ սկսեմ sense խառը գրադարաններ օգտագործել, այդ էլ ոնց որ մի աշխարհ հնարավորություններ ա բացելու մեր առաջ, լիքը տարբեր գրադարաններ այնքան հավես բաներ կարող անենք մաքուր Python-ից որ դուրս գանք էլի։ Ոնց որ այդ լեկցիան կանենք, դրանից հետո արդեն շատ ավելի առնվազն շատ ավելի հետաքրքիր կլինի, երևի ձեզ էլ։ Ու հա, այդքանը այսօրվա վիդեոն կարող է մի քիչ ուշ լինի, որովհետև բան, որ երկու մասի էր բաժանվել, այնտեղ որ դուրս է եկե պահի տակ, երևի zoom-ը մնացել է մի հատ վիդեոյի տեսքով, 100%-ով վստահ չեմ, բայց եթե երկու մասի բան լինի, պետք է մոնտաժեմ երևի կմնա վաղը եսիմ երբ, կամ մի խոսքով կարող է մի քիչ ուշանա այս անգամվա վիդեոն, բայց երևի շատ չեմ։ Ու հա, իմ կողմից այսքանը, մեկ էլ ով վիդեոյով է նայում ու դասին չի կպե, ես մի հատ հարցում եմ դնելու, որտեղ հարցնեմ, թե ինչի է բան, ինչի են մարդիկ թարգել դասին կպնել, եթե դուք տենց մենակ դասերին կպնել եք թարգել, կխնդրեմ լրացնեք ասեք, իսկ մնացած մարդիկ ովքեր լրիվ թարգել են, հիմա մեկա չեն լսի, ինչ ասեմ,